Սուրբ ծննդյան նախօրյակին մի միլիոնատեր գործարար հավատում է, որ իր մայրը լավ խնամված է, մինչ ստանում է հուսահատ մի զանգ, որը դաժանորեն ընդհատվում է, երբ նա անսպասելիորեն վերադառնում է տուն, հայտնաբերում է մի աներակայելի տեսարան, որը բացահայտում է կատարյալ արտաքինի տակ թաքնված տարիների տառապանքը, բայց ոչինչ նրան չի նախապատրաստում վերջին շրջադարձին։ Կինը, ում նա սիրում է, մենակ չի գործել, իսկական դավաճանը նույնիսկ ավելի մոտ է, քան նա պատկերացնում է։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակում ենք։ Սուրբ ծննդյան նախօրյակին Երանն իր հետ բերում էր գաթայի անկրկնելի բույրը Կասկադի թաղամասի փողոցները զարդարող լույսերի փայլը։ Դա մի գիշեր էր, երբ ընտանիքները հավաքվում էին, երբ գրկախառնություններն ու ծիծաղը լցնում էին տները, երբ նոր տարվա հույսը շոշափելի էր թվում քաղաքի թարմ օդում, բայց Մարգարյանների ընտանիքի եռահարկ առանձնատան ներսում լռությունը կապարի պես ծանրացել էր տիկին Անահիտի ուսերին։ Նա նստած էր իր սենյակի ճոճաթոռին, երկրորդ հարկում գտնվող մի սենյակում, տան եռուզեռից հեռու։ Պատերը չափազանց սպիտակ էին, չափազանց սառը, մինիմալիստական դեկորը, որը տարիներ առաջ պարտադրել էր նրա հարսը Գայանեն, չէր համապատասխանում Անահիտի ջերմ ոգուն։ Պատերին լուսանկարներ չկային, գիշերանոթի սեղանին թարմ ծաղիկներ չկային։ Միայն մի փոքրիկ խաչելություն, հնաոճ փայտե տուփ, որը նա պահում էր այնպես, ասես դա մի աշխարհի վերջին կտորն էր, որն այլս գոյություն չուներ։ Անահիտը 73 տարեկան էր, դեմքին կրում էր ընտանիքին նվիրված մի ամբողջ կյանքի հետքերը։ Նա մեծացրել էր Արամին, իր միակ որդուն, այն ողջ սիրով, որ մայրը կարող էր առաջարկել։ Այն բանից հետո, երբ տարիներ առաջ ամուսինը հեռացավ կյանքից, նա ստանձնեց հոր-մոր դերը, անխոնջ աշխատելով, որպեսզի տղան ունենա կրթություն, հնարավորություններ փայլուն ապագա, եւ Արամը արդարացրեց հույսերը, նա դարձավ հաջողակ գործարար, տեխնոլոգիական խանութների ցանցի սեփականատեր, որը տարածված էր ողջ երկրում։ Նա հարգված էր, հիացմունքի արժանի բարգավաճ, բայց բարգավաճումն ուներ իր գինը։ Արամն ապրում էր հանդիպումների, ճամփորդությունների պարտավորությունների մեջ, որոնք նրան ժամանակի մեծ մասը հեռու էին պահում տնից։ Նա լիովին վստահում էր իր կնոջը Գայանեին, մորը խնամելու հարցում։ Ի վերջո, Գայանեն միշտ այնքան ուշադիր էր եղում, երբ նա մոտակայքում էր, միշտ ժպիտը դեմքին էր, միշտ հարցնում էր, թե արդյոք տիկին Անահիտը որե բանի կարիք ունի, միշտ թվում էր անկեղծորեն մտահոգված կեսրոջ բարեկեցությամբ։ Այն, ինչ Արամը չգիտեր, այն էր, որ այդ ժպիտն անհետանում էր հենց որ մուտքի դուռը փակվում էր։ Անահիտը լսում էր Գայանեի քայլերը ներքի հարկում։ Նա գիտեր ճանաչել հյուրասենյակի մարմարի վրա բարձրակրունկ սանդալների ձայնը։ Դա մի ձայն էր, որն ստիպում էր նրան ավելի շատ կծկվել աթոռին, ավելի ամուր սեղմել գրկում դրված փայտե տուփը։ Դրա ներսում նա պահում էր հին նամակներ, գունաթափված լուսանկարներ Արամի մանկությունից, ամուսնու մատանին մի փոքրիկ համրիչ, որը սեփական մայրն էր նրան տվել տասնամյակներ առաջ։ Դրանք հիշողություններ էին մի ժամանակից, երբ նա իրեն սիրված էր զգում, արժորված, անհրաժեշտ։ Հիմա նա իրեն բեռ էր զգում, մի խոչընդոտ, անցանկալի ներկայություն սեփական տանը։ Գայանեն 38 տարեկան էր, ուներ անթերի հարդարված շիկահեր մազեր, դիզայներական հագուստի նուրբ ճաշակ։ Նա ծագում էր Երանի ավանդական ընտանիքներից մեկից, բայց չուներ այն նույն հարստությունը, որը ձեռք էր բերել Արամի հետ ամուսնանալով։ Նա հստակ գիտեր, թե ինչպես դրսորել իրեն հասարակության մեջ, ինչպես հմայել ամուսնու ընկերներին, ինչպես պահպանել արտաքին փայլը, բայց տան ներսում, օտար հայացքներից հեռու, նա բացահայտվում էր որպես լիովին այլ մարդ։ Գայանեի համար Անահիտը խոչընդոտ էր ներկայացնում։ Սկեսուրը մշտական հիշեցում էր այն մասին, որ Արամն ուներ պարզ արմատներ, որ նրա ընտանիքը չէր սերում քաղաքային էլիտայից։ Ավելի վատ, Անահիտը պնդում էր խորհուրդներ տալ, հարցականի տակ դնել որոշումները, պահպանել ավանդույթներ, որոնք Գայանեն համարում էր հնաոճ։ Ամոթալի լուծումը, որ նա գտավ, պարզ էր՝ մեկուսացնել ձեր տիկնոջը, հեռու պահել հյուրերից, հեռու տոներից, հեռու որե հնարավորությունից, որտեղ նա կարող էր ցուցադրել իր պարզությունը։ Սկզբում փոքր բաներ էին։ Գայանեն սկսեց Անահիտի կերակուրը սենյակում մատուցել, պատճառաբանելով, որ աստիճանները շատ են հոգնեցնում տիկնոջը։ Հետո սկսեց հետ պահել հին ընկերուհիներին այցելություններից, միշտ քաղաքավարի արդարացումներով տիկին Անահիտի հոգնածության կամ հորինված զբաղվածության մասին։ Կամաց-կամաց Անահիտի աշխարհը սկսեց կրճատվել, սահմանափակվելով այդ ցուրտ սենյակի 4 սպիտակ պատերով, եւ երբ Արամը հարցնում էր, Գայանեն միշտ պատրաստի պատասխան ուներ։ Մայրը լավ էր, պարզապես մի փոքր հոգնած, նա խնդրում էր հանգստանալ, այդպես երջանիկ էր, առանց մեծ շարժի։ Արամը հավատում էր, որովհետև ուզում էր հավատալ, որովհետև ավելի հեշտ էր հավատալը, որովհետև նրա օրերն արդեն բավականաչափ բարդ էին հաշվետվություններով, պայմանագրերով, մրցակիցներով։ Այդ սուրբ ծննդյան նախօրյակին Անահիտը նայում էր պատուհանից, տեսնում հարան տների լույսերը։
պատկերացնում էր հավաքված ընտանիքները խաղացող երեխաներին, խոհանոցներից տարածվող տոնական ընթրիքի բույրը, նրա թոռը Միքայելը, որն ընդամենը 5 տարեկան էր, ներքի հարկում էր մոր հետ, նա ժամանակ առ ժամանակ լսում էր տղայի ծիծաղը, մի ձայն, որը տաքացնում էր նրա սիրտը, մի նույն ժամանակ կոտրում այն, շաբաթներ էին անցել, ինչ նրան կարգին չէր տեսել, Գայանեն միշտ պատճառ էր գտնում տղային տատիկից հեռու պահելու համար, ասում էր, որ Անահիտը հոգնած է, որ լռության կարիք ունի, որ երեխան շատ աղմուկ է անում։ Ճշմարտությունն այն էր, որ Գայանեն չէր ուզում, որ Միքայելը կապվի տատիկի հետ, չէր ուզում, որ տղան ականատես լինի այն բանին, թե ինչպես է ինքը վերաբերվում Անահիտին, որովհետև թե երբեք ուղղակիորեն ձեռք չէր բարձրացրել սկեսրոջ վրա, Գայանեն ուներ այլ, նույնքան արդյունավետ զենքեր, ցուր խոսքեր, արամարական հայացքներ, երկարատ լռություն, օրերով անտեսում էր Անահիտին, մերժում էր նրան փոքրիկ հարմարավետությունները, վերահսկում էր նրա առօրյայի յուրաքանչյուր մանրուք, տարեց կինը չէր կարող ընտրել, թե ինչ ուտել, ինչ հագուստ հագնել կամ երբ դուրս գալ սենյակից, եւ ամենավատը մշտական նվաստացումն էր, Գայանեն ամեն ինչ անում էր Անահիտին որպես անկարող երեխա վերաբերվելու համար, որն ի վիճակի չէ սեփական որոշումները կայացնել, խոսում էր բարձրաձայն, ասես տիկինը խուլ լիներ կամ շփոթված, ուղղում էր նրան օտարների ներկայությամբ, նուրբ մեկնաբանություններ էր անում նրա արտաքինի, տարիքի, անպիտանության մասին, Անահիտը սովորել էր, որ ավելի լավ է չարձագանքել։ Ինքնապաշտպանության ցանկացած փորձ հանգեցնում էր ավելի դժվար օրերի։ Գայանեն ուներ տաղանդ, կյանքը թշվառ դարձնելու այնպիսի ձեռով, որոնք տեսանելի հետքեր չէին թողնում, եւ միշտ հաջողում էր համոզել Արամին, որ այդ ամենը պարզապես թյուրիմացություն է կամ տարեց տիկնոջ չափազանցված զգայունություն, այդ գիշեր, սակայն, ինչ-որ բան այլ էր, Անահիտն օդում անսովոր լարվածություն էր զգում, Գայանեն ողջ օրվա ընթացքում առանձնահատուկ նյարդային էր եղել, Արամը զանգել էր առավոտյան, ասելով, որ ստիպված կլինիս 1 օր մնալ Թբիլիսիում, վերջին պահին նշանակված հանդիպման պատճառով։ Այդ լուրն ստիպել էր Գայանեի աչքերին փայլել այնպես, ինչպես Անահիտը լավ գիտեր, դա այն մարդու փայլն էր, ով գիտեր, որ կունենա լիակատար ազատություն, առանց հսկողության, առանց ծածնելու անհրաժեշտության, ընթրիքի ժամանակ, որը Գայանեն կրկին պնդել էր մատուցել Անահիտի սենյակում, խոսքերն առանձնահատուկ սուր էին, մեկնաբանություններ այն մասին, թե ինչպես է սկեսուրը քար իր ճանապարհին, թե ինչպես է նրա ներկայությունն ամեն ինչ բարդացնում, թե որքան լավ կլիներ, եթե նա այլ տեղում լիներ, Անահիտը լուռ կուլ էր տալիս յուրաքանչյուր խոսքը, ծամելով հացը, որը թվում էր, թե ավազի է վերածվում իր բերանում, այն բանից հետո, երբ Գայանեն դուրս եկավ, տանելով գրեթե անձեռնմխելի սկուտեղը, Անահիտը զգաց մենության ծանոթ բեռը, բայց այս անգամ կարս մի բան, վախ, զգացողություն, որ ինչ-որ վատ բան է պատրաստվում տեղի ունենալ, նրա ձեռքերը դողում էին, երբ բացեց փայտե տուփը, հանեց մի իր, որը տարիներ շարունակ պահել էր, ամուսնու հին բջջային հեռախոսը, նա այն լիցքավորված ու թաքցրած էր պահում արտակարգ իրավիճակների համար, երբեք օգտագործելու կարիք չէր ունեցել, մինչ այդ գիշեր։ Դողացող մատներով նա հավաքեց Արամի համարը, զանգը գնաց 1 անգամ, 2 անգամ, Անահիտի սիրտը բաբախում էր կրծքում, երբ վերջապես լսեց որդու ձայնը, խոսքերը դուրս եկան խառնաշփոթ, լցված տագնապով վախով, նա խնդրեց նրան տուն վերադառնալ, ասաց, որ իր կարիքն ունի, որ ինչ-որ բան այն չէ, Արամը շփոթված մտահոգված փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ սենյակի դուռը կտրուկ բացվեց, Գայանեն ներս մտավ ինչպես փոթորիկ, աչքերը կատաղությունից փայլում էին։ Նա խլեց հեռախոսը Անահիտի ձեռքից, սարքը մոտեցրեց ականջին, ձայնը, որ նա օգտագործեց, լիովին այլ էր, քաղցր, մտահոգված, հասկացող, նա բացատրեց Արամին, որ մայրը շփոթմունքի այն պահերից մեկն է ապրում, որոնք վերջին շրջանում ավելի հաճախ են պատահում, որ գուցե ժամանակն է մտածել պրոֆեսիոնալ օգնության մասին, գուցե նույնիսկ ավելի համապատասխան մի վայրի, մասնագիտացված խնամքի համար, հավաստիացրեց, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, որ նա կարիք չունի անհանգստանալու, որ կարող է խաղաղ ավարտել իր գործերը, Արամը տատանվեց։ Անահիտը կարող էր լսել նրա ձայնը գծի մյուս ծայրից, հարցեր տալով, փորձելով հասկանալ, բայց Գայանեն համոզիչ էր, միշտ էր այդպես, երբ նա անջատեց հեռախոսը, ժպիտն ակնթարթորեն անհետացավ նրա դեմքից, այն, ինչ տեղի ունեցավ հետո։ Անահիտը նախընտրում էր մանրամասն չհիշել, ֆիզիկական ագրեսիա չեղավ, բայց եղավ ինչը։ Որ բան նույնքան կործանարար, Գայանեն նրան տարավ, ամուր բռնելով բազկից, աստիճաններով ներք, քայլերն արձագանքում էին դատարկ տանը, Միքայելին արդեն քնեցրել էին, վկաներ չկային, առանձնատան գլխավոր աստիճանների տակ կար մի փոքրիկ պահարան, որը ծառայում էր որպես պահեստ, այն նեղ էր, մութ, վատ օդափոխվող, Գայանեն բացեց դուռը, իր նուրբ արտաքինի համար զարմանալի ուժով, Անահիտին ներս հրեց, դա առաջին անգամը չէր, դրսից կողպվող դրան ձայնն արձագանքեց որպես դատավճիռ։ Անահիտը մենակ էր մթության մեջ, շրջապատված
Բորբոսի մաքրող միջոցների հոտով նա կարող էր լսել հեռվից խլացված հեռուստացույցի ձայնը, որը Սուրբ Ծննդյան երգեր էր նվագում, հեգնանքը դաժան էր, դրսում աշխարհը տոնում էր սերը, միասնությունն ու հույսը, այնտեղ ներսում նա դիմակայում էր իր վատթարագույն մղձավանջին, Անահիտը կծկվեց պահարանի անկյունում, ծնկները սեղմելով կրծքին, լուռ արցունքները հոսում էին նրա կնճռոտ դեմքով, նա մտածում էր Արամի մասին, թե ինչպես որդին ոչինչ չգիտեր, թե ինչպես էր ինքը ձախողել իրեն պաշտպանելը, մտածում էր Միքայելի մասին, թե ինչպիսի օրինակ էր տրվում այդ անմեղ երեխային, մտածում էր սեփական կյանքի մասին, թե ինչպես էր հասել այդ կետին, այդ ընթացքում վերի հարկում սպասուհիների սենյակներից մեկում Մարիամը չէր կարողանում քնել։ Նա որպես տնտեսուհի էր աշխատում Մարգարյանների տանը արդեն 3 տարի, 42 տարեկան կին էր, 2 երեխաների մայր, ովքեր սովորում էին հանրակրթական դպրոցում, նրան պետք էր այդ աշխատանքը, նրան պետք էր աշխատավարձը։ Բայց խղճի խայթը դառնում էր անտանելի, Մարիամը գիտեր, նա տեսել-լսել էր բաներ, որոնք տանջում էին իրեն, նա ականատես էր եղել, թե ինչպես էր Գայանեն վերաբերվում տիկին Անահիտին, երբ կարծում էր, թե ոչոք չի նայում, լսել էր դաժան մեկնաբանությունները, տեսել էր մշտական նվաստացումը, եւ այդ գիշեր նա լսել էր վեճը, լսել էր աստիճանների վրայի քայլերը, լսել էր պահարանի դռան կողպվելու ձայնը, նրա սիրտը երկու մասի էր բաժանված, մի կողմից աշխատանքը կորցնելու վախը, երեխաներին պահել չկարողանալը, մյուս կողմից լուռ մնալու մեղքը նման անարդարության առջ։ Մարիամը մի քանի անգամ փորձել էր թաքուն սփոփել տիկին Անահիտին, նրան տաք թեյ էր տանում, լրացուցիչ ծածկոց, մեղմ խոսքեր էր շշնջում, երբ Գայանեն մոտակայքում չէր, բայց գիտեր, որ դա բավարար չէր, շաբաթներ առաջ Մարիամը ռիսկային որոշում էր կայացրել։ Համարձակության մի պահի նրան հաջողվել էր տեսագրել այն տեսարաններից մեկը, որտեղ Գայանեն բանավոր նվաստացնում էր Անահիտին, նա պահել էր ֆայլը իր հեռախոսում, չիմանալով հստակ, թե ինչ անել դրա հետ, վախենում էր օգտագործել, վախենում էր հետանքներից։ Բայց նա չէր կարողանում ջնջել, դա ապացույց էր, դա գրանցված ճշմարտությունն էր, այդ գիշեր, լսելով Անահիտի պահարանում փակվելը, Մարիամը դողացող ձեռքերով վերցրեց հեռախոսը, նա պետք է ինչ-որ բան աներ, պետք էր, որ ինչ-որ մեկն իմանար, նա փորձեց տեսանյութը տեղափոխել պահոց, մտածելով այն ապահով վայրում պահելու մասին, բայց շտապողականության նյարդայնության մեջ նա սխալ թույլ տվեց, ֆայլը տեղում պահելու փոխարեն, հավելվածը տեսանյութն ուղարկեց մի հին էլեկտրոնային հասցեի, որը համակցված էր սարքին, մի էլեկտրոնային հասցե, որը, պատահաբար, պատկանում էր մի կորպորատիվ հաշվի, որը Արամը հազվադեպ էր ստուգում, բայց որը դեռ ակտիվ էր, ֆայլն ուղարկվեց, ապացույցը գտնվում էր թվային տիրույթում, սպասելով բացահայտմանը, Մարիամը անմիջապես չնկատեց սխալը, պարզապես պահեց հեռախոսը արթուն մնաց, նայելով առաստաղին, աղոթելով, որ ինչ-որ կերպ արդարությունը հաղթի, ներքում մութ պահարանում փակված տիկին Անահիտը նույնպես աղոթում էր, որ լուսանա, աղոթում էր, որ որդին ինչ-որ կերպ տեսնի ճշմարտությունը, աղոթում էր, որ դեռ ժամանակ լինի այդ պատմությունը փոխելու համար, առավոտը եկավ այն մեղմ լույսով, որը նախորդում է Սուրբ Ծննդյան օրվան, երանը դանդաղ էր արթնանում, դեռս պատված ձմեռային մշուշով, Կասկադի փողոցներում տները սկսում էին կենդանություն առնել։ Ընտանիքներն արթնանում էին տոնական սեղանը պատրաստելու համար, երեխաները վազում էին տեսնելու տոնածառի տակ դրված նվերները, թարմ սուրճի բույրը տարածվում էր խոհանոցներում, սակայն Մարգարյանների առանձնատանը առավոտն իր հետ բերեց ծանր անհարմար լռություն։ Գայանեն իջավ աստիճաններով իր մետաքսե խալաթով, մազերը դեռս կատարյալ հավաքված, նրա քայլերը չափված էին, հաշվարկված, նա խորը քնել էր, առանց զղջման, առանց մեղքի զգացումի, նրա համար այն, ինչ արել էր նախորդ գիշեր, պարզապես անհրաժեշտ միջոց էր, Անահիտը պետք է սովորեր չմիջամտել, խնդիրներ չստեղծել, ընդունել իր տեղը, անցնելով գլխավոր աստիճանավանդակով, Գայանեն արագ հայացք նետեց պահարանի դռանը, այն կողպված էր, հենց այնպես, ինչպես թողել էր։ Բացելու շտապողականություն չկար, թող պառավն այնտեղ մնաս մի փոքր, խորելով իր արարքների մասին, այդպես էր աշխատում Գայանեն, վերահսկողություն, ուժ, բացարձակ տիրապետում այդ տան յուրաքանչյուր մանրուքի վրա, Մարիամն արդեն խոհանոցում էր, երբ Գայանեն ներս մտավ, տնտեսուհին ողջ գիշերն անցկացրել էր արթուն, տանջվելով խղճից, նրա աչքերը ուռած էին հոգնածությունից, մտահոգությունից, նա նախաճաշն էր պատրաստում մեխանիկական շարժումներով, բայց նրա միտքը լիովին կենտրոնացած էր աստիճանների տակ գտնվող այդ պահարանի վրա։ Տիկին Անահիտն այնտեղ էր արդեն ժամեր շարունակ, մթության ցրտի մենության ժամեր, բարի լույս Մարիամ, ասաց Գայանեն մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին, պատրաստիր միայն սուրճ ինձ համար, հյութ Միքայելի համար, սկեսուրս այսօր մեզ հետ նախաճաշ չի անելու։ Հանգստանում
Մարիամը սեղմեց շրթունքները, հետ պահելով այն խոսքերը, որոնք ուզում էին դուրս թռչել։ Այո, տիկին Գայանե, պատասխանեց ցածր ձայնով, խուսափելով ուղիղ նայել տիրուհուն։ Գայանեն նկատեց լարվածությունը, բայց չանհանգստացավ։ Նա սովոր էր վախ տեսնել աշխատողների աչքերում, այդպես էին գործերը դասավորվում, հարգանք, վախի միջոցով, հնազանդություն, աշխատանքից հեռացման անուղղակի սպառնալիքի միջոցով։ Նա սուրճ լցրեց իր համար, թերթեց դիզայներական մի ամսագիր մտովի պլանավորեց, թե ինչպես կանցկացնի Սուրբ Ծննդյան այլ օրը, առանց կեսրոջ անհանգստացնող ներկայության։ Այդ ընթացքում, քաղաքի մյուս ծայրում, Թբիլիսիի հյուրանոցում, որտեղ մնում էր Արամ Մարգարյանը, նա արթնացավ կրծքում մի տարօրինակ զգացողությամբ, նախորդ գիշերվա զանգի մեջ ինչ-որ բան կար, որն իրեն խորապես անհանգստացնում էր, մոր ձայնը այնքան վախեցած, այնքան տագնապալի, եւ հետո Գայանեի բացատրությունը այնքան համոզիչ մի նույն ժամանակ այնքան սառը։ Արամը 42 տարեկան էր, իր կայսրությունը ստեղծել էր զրոյից, նա խելացի մարդ էր, խորաթափանց գործերում ունակ էր նկատել ստերն ու մանիպուլյացիաները, երբ խոսքը վերաբերում էր պայմանագրերին գործընկերությանը, բայց երբ խոսքն իր ընտանիքի մասին էր, հատկապես կնոջ, թվում էր, թե ինչ-որ արգելք կար, նա ուզում էր հավատալ, որ ամեն ինչ լավ է, որ մորը խնամում են, որ Գայանեն այն կատարյալ հարսն է, որը թվում է, բայց այդ առավոտ, մենակ լինելով հյուրանոցի սենյակում, գործնական շեղումներից հեռու, Արամը չէր կարողանում վանել այն զգացողությունը, որ ինչ-որ բան սարսափելի սխալ է։ Նա վերցրեց հեռախոսը, մտածեց տուն զանգելու մասին, առավոտյան ընդամենը 7-ն էր, գուցե շատ վաղ էր, որոշեց մի փոքր սպասել, լողանալ, դասավորել մտքերը, մինչ պատրաստվում էր, նրա հայացքն ընկավ սեղանի վրա դրված նոթբուքին, նա ուներ մի քանի կուտակված նամակներ հին կորպորատիվ հասցեում, որը հազվադեպ էր օգտագործում, ներքին մղումով որոշեց ստուգել, գուցե որե կարոր հաճախորդ փորձել էր կապ հաստատել, բացեց նոթբուքը, մուտք գործեց, սկսեց թերթել նամակները, սպամ, ավտոմատ ծանուցումներ, լրատվական թերթիկներ, նա պատրաստվում էր փակել, երբ առանց վերնագրի մի նամակ գրավեց նրա ուշադրությունը, ուղարկողն անհայտ էր, տեքստ չկար, միայն գծված տեսաֆայլ, Արամը գիտեց հոնքերը, կարող էր վիրուս լինել կամ ինչ-որ չարամիտ սպամ, բայց ինչ-որ բան ստիպեց նրան սեղմել, գուցե բնազդը, գուցե պատահականությունը, գուցե ճակատագիրը, որն իր լուռ աշխատանքն էր անում, տեսանյութը սկսեց բեռնվել, որակն այնքան էլ լավը չէր, ակնհայտորեն նկարված էր բջջային հեռախոսով, գաղտնի, Արամը անմիջապես ճանաչեց միջավայրը, դա իր տան ճաշասենյակն էր, եւ այնտեղ էր իր մայրը, սեղանի շուրջ նստած, առջում։ Մի ափսե, Արամի սիրտը սկսեց ավելի արագ բաբախել, նա բարձրացրեց ձայնը, Գայանեի ձայնն արձագանքում էր տեսանյութում, բայց դա մի ձայն էր, որը Արամը երբեք չէր լսել առաջ, սառը, կտրուկ, լցված արամարանքով, տիկին, դուք իրոք կարծում եք, թե որե մեկին հետաքրքիր է այն, ինչ ասում եք, ձեր կարծիքները նույնքան հնացած են, որքան ձեր հագուստը, մեզ լավություն արեք լռեք, այստեղ ոչ ոք չի ուզում լսել ձեր տրտունջները անցյալի մասին, տեսախցիկը մի փոքր դողաց, բայց շարունակեց նկարել։ Անահիտը գլուխը կախել էր, ձեռքերը դողում էին պատառաքաղը բռնելիս, նրա ձայնը թույլ էր, գրեթե անլսելի։ Ես միայն ուզում էի իմանալ, թե արդյոք Արամը ժամանակին կհասնի վաղվա ընթրիքին, Գայանեի ծիծաղը դաժան էր, Արամը նա զբաղված է կայսրություն կառուցելով, նա ժամանակ չունի լսելու մի պառավի բողոքները, իդեպ, ես արդեն մտածել եմ նրա հետ խոսել ձեզ համար ավելի համապատասխան մի վայր գտնելու մասին, մի տուն, որտեղ ձեր տարիքի մարդիկ կարող են միասին լինել, հեռու նրանցից, ովքեր իրոք կարոր են, հաջորդ խոսքերը նույնիսկ ավելի վատն էին, Գայանեն շարունակում էր, յուրաքանչյուր նախադասություն որպես սուր սայր, կտոր անելով Անահիտի արժանապատվությունը, խոսում էր այն մասին, թե ինչպես է սկեսուրը բերդ, թե ինչպես է ամաչեցնում ընտանիքին իր պարզ վարվելակերպով, թե որքան լավ կլիներ, եթե նա պարզապես անհետանար, Արամը դիտում էր տեսանյութը լայն բացված աչքերով, արյունը եռում էր երակներում, դա չէր կարող իրական լինել, դա չէր կարող իր կինը լինել, դա չէր կարող իր մայրը լինել, ում հետ այդպես էին վարվում, բայց դա էր, ամեն ինչ իրական էր, յուրաքանչյուր խոսք, արամարանքի յուրաքանչյուր ժեստ, այդ տեսանյութի յուրաքանչյուր վայրկյանը դաժան ճշմարտություն էր, որը նա չէր նկատել, տեսանյութն անսպասելիորեն ավարտվեց, Արամը մնաց անշարժ, նայելով էկրանին, դժվարությամբ շնչելով, նրա ձեռքերը դողում էին, նա զգաց սրտխառնոցի մի ալիք, ինչպես չէր նկատել, ինչպես էր այդքան գույր եղել, քանի անգամ էր մայրը փորձել իրեն ինչ-որ բան ասել, իսկ ինքը պարզապես չէր ուզել լսել, առանց երկու անգամ մտածելու, Արամը վերցրեց հեռախոսը, զանգեց քարտուղարուհուն, չեղարկեք ամեն ինչ, այսօրվա բոլոր հանդիպումները, ես անմիջապես վերադառնում եմ Երան։ Ինձ հիմա մեքենա է պետք, գծի մյուս ծայրում գտնվող կինը փորձեց առարկել, խոսել կարոր հանդիպումների, կնքվելիք պայմանագրերի մասին, Արամը չցանկացավ լսել, հիմա կրկնեց նա անջատեց, մինչ շտապ հավաքում էր իրերը, Արամի միտքն աշխատում էր արագացված ռիթմով։
Մտածում էր բոլոր այն նշանների մասին, որոնք անտեսել էր, այն դեպքերը, երբ տուն էր գալիս մայրը միշտ սենյակում էր լինում, Գայանեի արդարացումները, թե Անահիտը հոգնած է, հանգիստ է ուզում, այն առիթները, երբ փորձում էր խոսել մոր հետ, իսկ նա թվում էր հեռու, նույնիսկ վախեցած, ամեն ինչ հիմա իմաստ է ստանում, մի սարսափելի կործանարար իմաստ, վերադառնալով Երան, առանձնատանը Միքայելն արդեն արթնացել էր, 5 տարեկան տղան վազելով իջավ աստիճաններով, ոգորված սուրբ ծննդով, տատիկ Անահիտ, տատիկ Անահիտ։ Կանչում էր վազելիս, ուզում եմ իմ նկարը ցույց տալ տատիկին, Գայանեն կանգնեցրեց որդուն միջանցքում, Միքայել, տատիկը հանգստանում է, մենք չենք կարող հիմա նրան անհանգստացնել, արի ինձ հետ նախաճաշիր, բայց ես նրա համար նկար եմ արել, պնդեց տղան, փոքրիկ ձեռքերում պահելով ճմրթված մի թուղթ, դա սուրբ ծննդյան անակնկալ է, Գայանեն նայեց թղթին, նրա դեմքը մի պահ կծկվեց, դա մանկական նկար էր, արված գունավոր մատիտներով, այնտեղ երկու կերպար էր պատկերված, մեկը մեծ, դեղին մազերով մի արտահայտությամբ, որը կարելի էր ընկալել որպես բարկացած, մյուսը փոքր, անկյունում կծկված, կոպիտ նկարված դեմքից հոսող արցունքներով, ինչ սիրուն նկար է, ասաց Գայանեն վերահսկվող ձայնով, խլելով թուղթը որդու ձեռքից, ես այն կպահեմ, որ հետո ցույց տամ տատիկին, հիմա արի ուտելու, Միքայելը տատանվեց, զգալով, որ ինչ-որ բան այն չէ, բայց հնազանդվեց, երեխաները սուր ընկալում ունեն լարվածության նկատմամբ, նույնիսկ եթե լիովին չեն հասկանում, թե ինչ է կատարվում, նա զգաց տան ծանր մթնոլորտը, նկատեց, որ մայրն ավելի նյարդային էր, քան սովորաբար, նկատեց, որ տատիկը օրերով չէր երում։ Մինչ նախաճաշում էին, Գայանեն մտածում էր հաջորդ քայլի մասին, նրան պետք էր պահպանել իրավիճակի վերահսկողությունը, Արամը կասկածամիտ էր թվում նախորդ գիշերվա զանգի ժամանակ, պետք էր ամրապնդել ստեղծված պատմությունը։ Գուցե ժամանակն էր իրոք սկսել սերմանել այն միտքը, որ Անահիտը կորցնում է իր մտավոր ունակությունները, որ նա մասնագիտացված խնամքի կարիք ունի, Մարիամը խոհանոցից հետում էր այդ ամենին, սիրտը սեղմված, նա սխալ էր թույլ տվել, ուղարկելով տեսանյութը սխալ հասցեով, բայց դեռ չգիտեր այդ մասին, հավատում էր, որ ապացույցը պահված է ապահով վայրում, սպասելով ճիշտ պահին, այն, ինչ նա չէր պատկերացնում, այն էր, որ այդ պատահական սխալը կլիներ ամեն ինչ փոխելու բանալին, աստիճանների տակ գտնվող պահարանում Անահիտը կիսագիտակից վիճակում էր, օդի պակասը, գիշերվա ցուրտը, հուզական տրավման իրենց հետքն էին թողել, նա տատանվում էր արթմնի վիճակի թմրացության մեջ, հիշելով իր կյանքի հատվածները, տեսնում էր ամուսնուն ժպտալիս, տեսնում էր փոքրիկ Արամին այգում վազելիս, տեսնում էր սեփական մորը օրորոցային երգելիս։ Լավ հիշողությունները խառնվում էին ներկայի դաժան իրականության հետ, նա փորձել էր մի քանի անգամ գիշերվա ընթացքում թակել դուռը, բայց նրա ուժերը սահմանափակ էին, հիմա նա արդեն չէր էլ փորձում, պարզապես սպասում էր, որ լուսանա, որ ինչ-որ մեկն իրեն գտնի, որ կերպ այդ մղձավանջն ավարտվի, առավոտյան ժամը 10 էր, երբ առանձնատան դոմոֆոնը հնչեց, Մարիամը պատասխանեց, դա պարոն Գորգն էր, շենքի պահակը, ով զգուշացնում էր, որ գալու է ստուգելու տան ջրամատակարարման համակարգում հայտնաբերված խնդիրը։ Գայանեն դժկամությամբ թույլ տվեց նրան ներս մտնել, տանս մեկ մարդ նշանակում էր մեկ մարդ, ում պետք էր խաբել, Գորգը 58 տարեկան տղամարդ էր, ով այդ էլիտար թաղամասում աշխատում էր ավելի քան 20 տարի, նա ճանաչում էր բոլոր ընտանիքներին, բոլոր չասված գաղտնիքները, բոլոր կեղծ դիմակները, նա միշտ առանձնահատուկ հարգանք էր տածել տիկին Անահիտի նկատմամբ, այն ժամանակներում, երբ նա դեռ կարող էր դուրս գալ, միշտ նրան ողջունում էր անկեղծ բարությամբ, հարցնում էր նրա ընտանիքի մասին, հիշում էր նրա երեխաների անունները, վերջին ամիսներին Գորգը նկատել էր Անահիտի բացակայությունը, ամեն անգամ, երբ հարցնում էր, ստանում էր նույն կիրթ դատարկ պատասխանը Գայանեից այն մասին, որ սկեսուրը հանգստանում է, նա խնդրում է տանը մնալ։ Բայց այդ պատասխանների մեջ ինչ-որ բան միշտ նրան անհանգստացնում էր, կար մի տեսակ սառնություն, թեմայից արագ փախչելու ցանկություն, այդ առավոտ, երբ ստուգում էր տան արտաքին խողովակները, Գորգը մի տարօրինակ ձայն լսեց, այն խլացված էր, գրեթե աննկատելի, գալիս էր տան ներսից, նա կանգ առավ, ուշադրություն դարձնելով, ահա կրկին, մի ցածր հառաչանք, տառապող մարդու ձայն, Գորգը զանգեց դուռը, Գայանեն բացեց դուռը արհեստական ժպիտով, ամեն ինչ կարգին է դրսում, պարոն Գորգ, այո, տիկին Գայանե, բայց ես մի տարօրինակ ձայն լսեցի այստեղից, ներսից, դուք լավ եք, ինչ-որ մեկին օգնություն պետք է, Գայանեի ժպիտը մի վայրկյան տատանվեց, ոչ, ամեն ինչ լավ է, երի հեռուստացույցի ձայնն է, Միքայելը քիչ առաջ մուլտֆիլմ էր դիտում, բայց հյուրասենյակից չէր թվում, պնդեց Գորգը, նրա աշխատավոր ազնիվ մարդու բնազդը հուշում էր, որ ինչ-որ բան այն չէ, թվում էր, թե ներսից է գալիս աստիճանների մոտից, Գայանեն զգաց, որ խուճապը սկսում է բարձրանալ, բայց պահպանեց սառնասրտությունը, դուք սխալվում եք, ինչպես ասացի, ամեն ինչ լավ է։ Եթե արդեն ավարտել եք արտաքին գործերը,
Շնորհակալություն, Գորգը հեշտությամբ հանձնվողներից չէր, նա շատ բան էր տեսել իր աշխատանքային տարիների ընթացքում, արտաքուստ կատարյալ ընտանիքներ, որոնք ներսից փտած էին, հարստություն, որը թաքցնում էր մարդկային թշվառությունը, եւ այդ պահին, նայելով Գայանեի աչքերին, նա տեսավ մի բան, որն ստիպեց նրան որոշում կայացնել, ամենայն հարգանքով, տիկին Գայանե, ես պետք է ստուգեմ, եթե այս տանը ինչ-որ մեկը օգնության կարիք ունի, իմ պարտքն է որպես պահակ համոզվել, որ բոլորը լավ են։ Հատկապես տիկին Անահիտը, վաղուց նրան չեմ տեսել, կցանկանայի նրան ողջունել, քանի որ Սուրբ Ծնունդ է, Գայանեի արյունը սառեց, իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից, նա չէր կարող թույլ տալ Գորգին ներս մտնել, չէր կարող թույլ տալ նրան հայտնաբերել Անահիտին այդ պահարանում փակված։ Նա փորձեց փակել ճանապարհը, բայց Գորգն արդեն մի քայլ առաջ էր արել, հենց այդ պահին ձայնը կրկին հնչեց, այս անգամ ավելի բարձր, ցավի անսխալելի հառաչանք, որը գալիս էր աստիճանների տակ գտնվող պահարանից, Գորգի աչքերը լայնացան։ Առանց թույլտվություն հարցնելու։ Նա քայլեց ուղիղ դեպի պահարանի դուռը, Գայանեն փորձեց կանգնեցնել նրան, բայց արդեն ուշ էր, Գորգը պտտեց բռնակը, այն կողպված էր, որտեղ է բանալին, հարցրեց նա ցածր վերահսկվող ձայնով, բայց այնպիսի հաստատակամությամբ, որը մերժում չէր ընդունում։ Գայանեն թակարդի մեջ էր, նրա մտքերը վազում էին, կարող էր արդարացում հորինել, կարող էր պնդել, որ դա մասնավոր տարածք է, կարող էր սպառնալ Գորգին դատի տալ ներխուժման համար, բայց նրա առջ կանգնած մարդն այլս կիրթ հնազանդ պահակը չէր, դա մեկն էր, ով վճռել էր ճիշտ վարվել, ես ոստիկանություն կկանչեմ, եթե հիմա չբացեք այս դուռը, ասաց Գորգը, հանելով հեռախոսը գրպանից, այդ պահին միջանցքում հայտնվեց Մարիամը, նա լսել էր ամեն ինչ, եւ 3 տարվա մեջ առաջին անգամ գտավ այն քաջությունը, որն իրեն պետք էր։ Ես պահեստային բանալի ունեմ, ասաց նա հաստատուն ձայնով, քայլելով դեպի սպասքի փոքրիկ պահարանը, հանեց բանալին այն ուղղակիորեն տվեց Գորգին, Գայանեն գունատ էր, արագ էր շնչում, իրավիճակը լիովին պայթել էր նրա վերահսկողությունից դուրս, այն ամենը, ինչ նա կառուցել էր, խնամքով պահպանված ողջ արտաքին փայլը պատրաստվում էր փլուզվել, Գորգը բանալին դրեց կողպեքի մեջ պտտեց, դուռը բացվեց, բացահայտելով փոքրիկ տարածքի մթությունը, եւ այնտեղ անկյունում կծկված, բխրում վախեցած ինչպես երեխա, տիկին Անահիտն էր։ Նրա աչքերը թարթում էին հանկարծակի լույսից, նրա հագուստը ջմրթված էր, դեմքը չորացած արցունքների հետքերով, հաջորդած լռությունը խուլ էր, Մարիամը ձեռքերը տարավ բերանին, զսպելով հեկեկոցը, Գորգը մի վայրկյան քարացավ, մարսելով իր առջ եղած սարսափելի տեսարանը, իսկ Գայանեն գիտեր, որ իր կյանքը, ինչպես ինքը գիտեր այն, հենց այդ պահին ավարտվեց, այն տեսարանը, որը բացվեց պահարանը բացելուց հետո։ Առաջին րոպեներին հավերժ կմնա բոլոր ներկաների հիշողության մեջ, Գորգը դանդաղ կքանստեց, ձեռքը մեկնելով Անահիտին այն նրբությամբ, որով դիպչում են թանկարժեք փխրուն մի իրի, տիկին Անահիտ, ես եմ Գորգը, դուք հիմա ապահով եք, եկեք հանենք ձեզ այստեղից։ Անահիտը նայում էր նրան այնպես, ասես չէր կարողանում հասկանալ, որ դա իրական է, նրա շուրթերը շարժվում էին, փորձելով բառեր կազմել, բայց ձայն դուրս չէր գալիս, նա խորը շոկի մեջ էր, մարմինը անդադար դողում էր, Գորգը նկատեց հետքերը նրա դաստակներին, որտեղ նա գիշերվա ընթացքում հենվել էր պահարանի կոշտ պատերին, տեսավ նրա դեմքի հիվանդագին գունատությունը, ջրազրկումից ճաքճքած շրթունքները, ծայրահեղ զգուշությամբ նա օգնեց տիկնոջը բարձրանալ, նրա ոտքերը հազիվ էին կարողանում պահել իրեն։ Մարիամը վազեց մյուս կողմից, բռնելով Անահիտի թից, միասին նրանք տարան տարեց կնոջը մինչ հյուրասենյակի բազմոցը, ցերեկվա լույսը, որը ներս էր թափանցում պատուհաններից, թվում էր, թե կուրացնում էր Անահիտին, ով այդքան ժամեր էր անցկացրել բացարձակ մթության մեջ, Գայանեն մնացել էր։ Քարացած միջանցքում դեմքը վերածվել էր վերահսկվող խուճապի դիմակի, նրա միտքը տենթագին աշխատում էր, փնտրելով ելք, մի տրամաբանական բացատրություն, մի բան, որը կարող էր շրջել այդ աղետալի իրավիճակը։ Բայց տարիների մեջ առաջին անգամ նա լիովին անզեն էր փաստարկներից, Մարիամ, ջուրբեր, ծածկոց զանգի շտապօգնություն, հրամայեց Գորգը հաստատուն ձայնով, հետո նայեց ուղիղ Գայանեին, իսկ դուք տանից դուրս չգաք, ես հենց հիմա զանգելու եմ պարոն Արամին, ոչ, սկսեց Գայանեն, ձայնն ավելի բարձր էր հնչում, քան սովորաբար, դուք չեք հասկանում, նա երբեմն շփոթվում է, ինքն իրեն փակում է, ես պատրաստվում էի դուռը բացել քիչ ուշ, ես պարզապես սպասում էի, որ նա հանդարտվի, Գորգը ընդհատեց նրան մի հայացքով, որը որե բացատրություն չէր պահանջում։ Տիկին Անահիտը դրսից էր կողպված, բանալին դրան դրսի կողմում էր, մի փորձեք ինձ խաբել, ես շատ բան եմ տեսել այս կյանքում, որպեսի չճանաչեմ դաժանությունը, երբ տեսնում եմ այն, Միքայելը հայտնվեց աստիճանների վերում, տրորելով աչքերը, ձայներից արթնացած։ Մամա, ինչ է պատահել։
Տատիկը լավ է, Գայանեն վազելով բարձրացավ աստիճաններով, վերցրեց որդուն գրկի մեջ տարավ նրան հետ, սենյակ, մնա այստեղ խաղա, սիրելիս, մայրիկը պետք է մի քանի հարց լուծի, նրա ձայնը լարված էր, կոտրվող, Միքայելը նայեց նրան այն սարսափելի ընկալմամբ, որն ունեն երեխաները զգալով, որ ինչ-որ շատ լուրջ բան է կատարվում, այդ ընթացքում Մարիամը վերադարձավ ջրով ծածկոցով, նա ծնկեց Անահիտի կողքին առաջարկեց բաժակը, տիկինը կարողացավ խմել փոքր կումերով, ձեռքերը դեռ շատ էին դողում բաժակը միայնակ պահելու համար։ Ցավում եմ, տիկին Անահիտ, շնջաց Մարիամը, արցունքները ազատ հոսում էին նրա դեմքով, ես պետք է ավելի շուտ ինչ-որ բան անեի, պետք է ավելի քաջ լինեի, Անահիտը նայեց նրան, պահարանից դուրս բերվելուց հետո առաջին անգամ նրա դիմագծերը մի փոքր մեղմացան։ Քո մեղքը չէր, կարողացավ մրմնջալ խռպոտ թույլ ձայնով, դու էլ էիր վախենում, ես գիտեմ, Գորգն արդեն հեռախոսով էր, նրան հաջողվել էր ստանալ Արամի համարը համատիրության վարչությունից, երբ գործարարը պատասխանեց, նրա ձայնը լարված էր, Գորգ, ինչ է պատահել։ Ես հիմա վերադառնում եմ Երան, ճանապարհին եմ, պարոն Արամ, դուք պետք է անմիջապես տուն գաք, ես ձեր մորը պահարանում փակված գտա, նա շատ վատ վիճակում է, արդեն շտապօգնություն եմ կանչել, գծի մյուս կողմում լռություն տիրեց, հետո Արամի ձայնը հնչեց, լցված սարսափի կատաղության մի խառնուրդով, որը Գորգը երբեք չէր լսել, ինչ իմաստով փակված, ով է դա արել, ձեր կինն էր, պարոն, ցավում եմ, որ ստիպված եմ սա ձեզ ասել, բայց ես ամեն ինչ տեսա։ Տիկին Անահիտը դրսից կողպված էր աստիճանների տակ գտնվող պահարանում։ Ողջ գիշերն այնտեղ է անցկացրել, Արամը զգաց, ասես գետինը անհետացավ իր ոտքերի տակից, նա մեքենայի մեջ էր, օդանավակայանի ճանապարհին, բայց հիմա սեղմեց գազի ոտնակը մինչ վերջ, ես մասնավոր ինքնաթիռ կվերցնեմ, 2 ժամից այնտեղ կլինեմ, խնդրում եմ, մորս մենակ չթողնեք, եւ թույլ չտաք, որ Գայանեն տնից դուրս գա, հանգիստ եղեք, պարոն, ես ոչ մի տեղ չեմ գնա, մինչ դուք չգաք, շտապօգնությունը ժամանեց 15 րոպե անց, 2 բուժաշխատող մտան տուն արագ գնահատեցին Անահիտի վիճակը։ Կենսական նշանները կայուն էին։ Բայց նա ակնհայտորեն ծանր շոկի մեջ էր, միջին աստիճանի ջրազրկում, նրան պետք էր տեղափոխել հիվանդանոց ավելի մանրամասն հետազոտությունների համար, մինչ նրան պատրաստում էին տեղափոխման, բուժաշխատողներից մեկը նկատեց հին հետքեր Անահիտի բազուկներին։ Փոքրիկ կապտուկներ, որոնք մատնում էին կրկնվող ճնշումը, ուժով բռնված լինելու հետքեր, նրա հայացքը հանդիպեց Գորգի հայացքին, նրանց միջ լուր հասկացողություն անցավ, դա եզակի դեպք չէր, ես նրա հետ կգնամ, հայտարարեց Մարիամը, վերցնելով պայուսակը։ Ես նրան մենակ չեմ թողնի հիվանդանոցում, Գայանեն հետում էր այդ ամենին վերի հարկից, թաքնված միջանցքի պատի հետում, նրա միտքը լիակատար խուճապի մեջ էր, նրան պետք էր մտածել, պլանավորել, Արամը վերադառնում էր, նա ամեն ինչ կիմանար, բայց գուցե դեռ շանս կար։ Գուցե կարողանար վերահսկել վնասը, ի վերջո նա ուներ մի բան, որը Արամը չէր պատկերացնում, նա ուներ մի խաղաթուղթ, տարիներով պահված, նա իջավ աստիճաններով, փորձելով պահպանել սառնասրտությունը, Գորգը նրան կասկածանքով նայեց, երբ նա վերցրեց իր պայուսակը, ես էլ եմ գնում հիվանդանոց, նա իմ սկեսուրն է, ես իրավունք ունեմ նրան ուղեկցելու, դուք կմնաք այստեղ կսպասեք պարոն Արամի ժամանմանը, ասաց Գորգը հաստատակամորեն, դա առաջարկ չէ, Գայանեն կատաղությամբ նայեց նրան, բայց հասկացավ, որ ընտրություն չունի։ Պահակը վճռական էր, ավելի վատ, նա ամեն ինչի վկան էր, նա վերադարձավ հյուրասենյակ նստեց բազմոցին, ձեռքերը ծալած գրկում, փորձելով հանգիստ ելալ, մինչդեռ ներսից նրա աշխարհը փլուզվում էր, հիվանդանոցում Անահիտին տարան շտապօգնության սենյակ։ Բժիշկները մի շարք հետազոտություններ անցկացրեցին, բացի ջրազրկումից հուզական շոկից, նրանք հայտնաբերեցին մի անհանգստացնող բան, կային երկարած ստրեսի նշաններ, չբուժված բարձր ճնշում, երբ ավելի ուշադիր զննեցին նրա մարմինը, հայտնաբերեցին փոքր վնասվածքներ, որոնք մատնում էին մեկուսացման կրկնվող դեպքեր, հետքեր ուսերին, մակերեսային քերծվածքներ ձեռքերին, նեղ տարածությունների դեմ պայքարած մարդու նշաններ, պատասխանատու բժիշկը, դոկտոր Հասմիկ Սահակյանը, 50 տարեկան կին էր, նուրբ դեպքերի մեծ փորձով։ Նա նստեց մահճակալի կողքին, որտեղ Անահիտը հանգստանում էր, արդեն միացված կաթիլայինին վերահսկվող կենսական նշաններով, տիկին Անահիտ, ես պետք է ձեզ մի քանի հարց տամ, դուք այստեղ ապահով եք, ոչ ոք ձեզ չի վնասի, Անահիտը նայեց նրան հոգնած աչքերով։ Նա իրեն այնքան ուժասպառ էր զգում, որ հազիվ էր կարողանում աչքերը բաց պահել, բայց բժշկի մեղմ ձայնի մեջ ինչ-որ բան ստիպեց նրան խոսել, տարիների մեջ առաջին անգամ ինչ-որ մեկը իրոք լսում էր իրեն, սա նախկինում էլ է պատահել, այնպես չէ։ Ձեզ նախկինում էլ են փակել այդ պահարանում։ Անահիտը դանդաղ գլխով արեց, արցունքները կրկին սկսեցին հոսել, երբ նա ճամփորդում է, երբ կարծում է, թե ինչ-որ սխալ բան եմ արել, երբ
Ուզում է ինձ պատժել գոյություն ունենալու համար, դոկտոր Հասմիկը զգաց, որ բարկությունը բարձրանում է, բայց պահպանեց հանգիստ պրոֆեսիոնալ ձայնը, որքան ժամանակ է, ինչ սա տեղի է ունենում, տարիներ, շնջաց Անահիտը, այն օրվանից, ինչ նա ամուսնացավ որդուս հետ, սկզբում միայն խոսքերով էր, հետո սկսեց վատանալ, Մարիամը նստած էր մահճակալի մյուս կողմում, բռնելով Անահիտի ազատ ձեռքը, ես շատ բանի եմ ականատես եղել, բժիշկ, նույնիսկ տեսանյութ ունեմ նկարած։ Պատահաբար ուղարկել եմ մի էլեկտրոնային հասցեի, բայց… Այն կա, դա ապացույց է այն ամենի, ինչ նա անում էր, դոկտոր Հասմիկը զգուշորեն նշումներ արեց, ես ստիպված կլինեմ այս ամենը ներառել բժշկական զեկույցում, այս տեղեկությունները կարող են շատ կարևոր լինել, և ուզում եմ իմանալ, տիկին Անահիտ, որ դուք հիմա մենակ չեք, մենք կապահովենք, որ դուք ստանաք ողջ անհրաժեշտ օգնությունը, այդ ընթացքում Արամը գտնվում էր մասնավոր ինքնաթիռում, որը շտապ վարձել էր, մենակ նստած շքեղ սրահում, նա չէր կարողանում դադարել մտածել։ Նա կրկին վերցրեց նոթբուքս, մեկ անգամ դիտեց։ Տեսանյութը, Գայանեի յուրաքանչյուր խոսքը ասես դանակի հարված լիներ, ինչպես էր ինքը այդքան կույր եղել, ինչպես թույլ տվեց, որ դա տեղի ունենա իր սեփական հարկի տակ, մտածեց բոլոր այն անգամների մասին, երբ մայրը փորձել էր իրեն ինչ-որ բան ասել, իսկ ինքը չափազանց զբաղված էր լսելու համար, բոլոր այն առիթները, երբ տուն էր գալիս մայրը միշտ սենյակում էր, միշտ լուռ, միշտ ծածնելով, թե ամեն ինչ լավ է, Գայանեն միշտ բացատրություն ուներ, միշտ արդարացում ուներ, և ինքը միշտ հավատում էր, որովհետև ավելի հեշտ էր հավատալը, Արամը մտածեց նա որդու մասին, Միքայելն ընդամենը 5 տարեկան էր, ինչի ականատես էր եղել այդ տղան, ինչպիսի օրինակ էր նրան տրվում, երեխան մեծանում էր մի տան մեջ, որտեղ դաժանությունը թաքցված էր կեղծ ժպիտների լավ կառուցված տերի հետում, նրա հեռախոսը հնչեց, դա անհայտ համար էր, պատասխանեց, պարոն Արամ Մարգարյանն է, այո, ով է խոսում։ Ես դոկտոր Հասմիկ Սահակյանն եմ Նաիրի բժշկական կենտրոնից, ես խնամում եմ ձեր մորը, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել նրա վիճակի մասին, Արամը ուղղվեց աթոռի վրա, ինչպես է նա, ֆիզիկապես նա կապաքինվի, ջրազրկված է շոկի մեջ, բայց կենսական նշանները կայուն են, սակայն ես… Պետք է ձեզ հետ խոսեմ մի ավելի լուրջ բանի մասին, մենք նախկինում տեղի ունեցած մեկուսացման դեպքերի ապացույցներ ենք գտել, ձեր մայրը հայտնել է, որ սա տարիներ շարունակ է տեղի ունենում, Արամի ձայնը դողաց, ես չգիտեի, երդվում եմ ոչինչ չգիտեի։ Հավատում եմ ձեզ, ասաց բժիշկը մեղմությամբ, բայց հիմա, երբ գիտեք, պետք է կարևոր որոշումներ կայացնեք, ձեր մայրը պաշտպանության կարիք ունի, և կան իրավական հարցեր, որոնք հավանաբար կառաջանան, ես կանեմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, խոստացավ Արամը։ Ես հենց հիմա վերադառնում եմ Երան, 1 ժամից քիչ ժամանակում այնտեղ կլինեմ, երբ անջատեց հեռախոսը, Արամը գլուխը հենեց ձեռքերին, նա զգաց մեղքի ծանր բեռը, մայրը այդքան տառապել էր, այդքան երկար ժամանակ, իսկ ինքը լիովին անտեղյակ էր եղել։ Չափազանց զբաղված իր կայսրությունը կառուցելով, հաջողություններ նվաճելով, մինչդեռ այն կինը, ով իր համար ամեն ինչ զոհաբերել էր, հալվում էր իր սեփական տանը, վերադառնալով Կասկադի առանձնատուն, Գայանեն քայլում էր հյուրասենյակի մի ծայրից մյուսը։ Գորգը մնում էր այնտեղ, նստած բազկաթոռին։ Հետելով նրա յուրաքանչյուր շարժմանը, նա զանգել էր համատիրության վարչություն, բացատրելով իրավիճակը, խնդրելով, որ ինչ-որ մեկը փոխարինի իրեն հերթափոխում, նա չէր պատրաստվում հեռանալ այնտեղից, մինչ Արամը չգար։ Գայանեն վերջապես դադարեց քայլել, նայեց նրան, դուք ոչինչ չեք հասկանում, այդ պառավը մանիպուլյատոր է, ծանում է զոհ, բայց իրականում փորձում է ամեն ինչ վերահսկել, փորձում է ինձ չարագործ ներկայացնել, Գորգը նայեց նրան առանց արտահայտության։ Ես իմ սեփական աչքերով տեսա 73 տարեկան մի տիկնոջ մութ պահարանում փակված, դրա մեջ մանիպուլյացիա չկա, կա միայն դաժանություն, Գայանեն պատրաստվում էր պատասխանել, երբ լսեց մուտքի մոտ կտրուկ արգելակող մեքենայի ձայնը, նրա սիրտը սկսեց արագ բաբախել, Արամը ժամանել էր։ Եվ իրենց ամուսնության ընթացքում առաջին անգամ նա անկեղծ վախ զգաց ամուսնուց, մուտքի դուռը ուժով բացվեց, Արամը ներս մտավ ինչպես փոթորիկ, աչքերը կարմրած էին բարկությունից, ինչ-որ ավելի խորը բանից, մի ներքին ցավից, որը փոխել էր նրա դիմագծերը։ Նա առաջինը տեսավ Գորգին, որտեղ է։ Նա հիվանդանոցում է, պարոն, Մարիամը նրա հետ է գնացել, բժիշկներն ասացին, որ ֆիզիկապես նա լավ կլինի, բայց շատ ցնցված է, Արամը գլխով արեց, հետո նրա աչքերը հանդիպեցին Գայանեի աչքերին, նա գունատ էր, ձեռքերը սեղմած մարմնին, փորձեց ժպտալ, փորձեց սկսել մի բացատրություն, բայց Արամը բարձրացրեց ձեռքը, ընդհատելով նրան, ոչ, ես չեմ ուզում հիմա լսել քո ստերը, ես տեսա տեսանյութը, տեսա, թե ինչ ես արել, լսեցի, թե ինչ ես ասել մորս, Գայանեի արյունը սառեց, ինչ տեսանյութ։ Արամը հանեց հեռախոսը ցույց
Տվեց էկրանը, նա անմիջապես ճանաչեց տեսարանը, դա այն տեսանյութն էր, որը Մարիամն էր նկարել, նրա դեմքն էլ ավելի գունատվեց, ինչպես էր նա դա ձեռք բերել, կարևոր չէ թե ինչպես եմ ձեռք բերել, ասաց Արամը, ասես կարդալով նրա մտքերը, կարևորն այն է, որ հիմա ամեն ինչ գիտեմ, թե ինչ ես արել մորս հետ, գիտեմ, թե որքան ժամանակ է դա տեղի ունենում, եւ գիտեմ, որ ես սարսափելիորեն ձախողվել եմ նրան պաշտպանելու հարցում, Գայանեն փորձեց վերականգնել վերահսկողությունը, Արամ, դու պետք է լսես ինձ։ Մայրդ բարդ մարդ է, նա չի ընդունում, որ ես եմ խնամում այս տունը, նա փորձում է ինձ մարտահրավեր նետել ամեն քայլափոխի, ես պարզապես փորձում էի կարգուկանոն պահպանել, կարգուկանոն, Արամի ձայնը ցածր էր վտանգավոր։ Դու տարեց կնոջը ողջ գիշեր մութ պահարանում փակելը կարգուկանոն պահպանել ես անվանում, դա ընդամենը մի քանի ժամով էր, որպեսի նա մտածի, որպեսի նա սովորի, Արամը մի քայլ առաջ արեց, Գայանեն բնազդաբար նահանջեց։ Մայրս Սուրբ Ծննդյան գիշերն անցկացրել է պահարանում փակված, մենակ, վախեցած, քո պատճառով։ Եվ դու դեռ փորձում ես արդարանալ, հենց այդ ժամանակ Գայանեն հասկացավ, որ փաստարկներն այլևս չեն աշխատի, նրան պետք էր օգտագործել իր վերջին խաղաթուղթը, մի արտահայտությամբ, որը փխրունությունից փոխվեց ավելի հաշվենկատ բանի, նա խոսեց. Նախքան որևէ բան անելը, որի համար կզղջաս, Արամ, խորհուրդ եմ տալիս լավ մտածել, ես փաստաթղթեր ունեմ, տեղեկություններ ունեմ, բաներ, որոնք դու չէիր ցանկանա, որ ջրի երես դուրս գան, Արամը կանգ առավ, աչքերը կկոցելով, ինչի՞ մասին ես խոսում, Գայանեն ժպտաց, բայց դա սառը սպառնալից ժպիտ էր, դու կարծում ես ես չգիտեմ օֆշորային հաշիվների մասին, կեղծ անուններով պայմանագրերի մասին, այն գործարքների մասին, որոնք անօրինականության սահմանին են։ Ես ամեն ինչի պատճեններն ունեմ, եւ եթե դու փորձես ինձ հեռացնել, եթե փորձես ինձ պատժել մորդ հետ պատահածի համար, ես կապահովեմ, որ այդ ամենը հանրայնացվի, քո ընկերությունը, քո հեղինակությունը, ամեն ինչ կկործանվի, հաջորդած լռությունը ծանր էր։ Գորգը շոկի մեջ հետում էր այդ ամենին։ Արամը զգում էր, թե ինչպես է թակարդը փակվում իր շուրջը։ Գայանեն ոչ միայն դաժան էր, նա հաշվենկատ էր, թունավոր, եւ նա վաղուց էր պատրաստվել այս պահին, բայց նախքան որը մեկը կկարողանար պատասխանել, դրան զանգը հնչեց, երկու հոգի էին, պաշտոնական հագուստով, նրանք ներկայացան որպես սոցիալական աշխատողներ։ Նրանք կանչվել էին հիվանդանոցի կողմից, դոկտոր Հասմիկի զեկույցից հետո, նրանք եկել էին հետաքննելու տիկին Անահիտի վիճակը գնահատելու տան անվտանգությունը, բացահայտումը նոր էր սկսվում, եւ այնտեղ ոչ ոք չէր պատկերացնում, թե որքան խորն է լինելու այդ անդունդը։ Սոցիալական աշխատողները մտան առանձնատուն պրոֆեսիոնալ կեցվածքով, որն անմիջապես փոխեց միջավայրի մթնոլորտը, ավագը, մոտ 50 տարեկան մի կին, Մարինե անունով, հաստատակամորեն ներկայացավ։ Մենք տարեցների պաշտպանության ծառայությունից ենք, հրատապ կանչ ենք ստացել Նաիրի բժշկական կենտրոնից, կապված տիկին Անահիտ Մարգարյանի հետ ստեղծված իրավիճակի հետ, մենք պետք է մի քանի հարց տանք զննենք բնակարանը, Գայանեն զգաց, թե ինչպես է խուճապը բարձրանում կոկորդով, բայց ստիպեց իրեն քաղաքավարի ժպտալ, իհարկե համեցեք, այսօր առավոտյան մի թյուրիմացություն է եղել, բայց ամեն ինչ լուծվում է, Մարինեն հայացք փոխանակեց իր երիտասարդ գործընկերուհու, Անիի հետ, երկուսն էլ անմիջապես նկատեցին օդում առկա լարվածությունը, Արամը մի քայլ առաջ արեց, ես Արամ Մարգարյանն եմ, տիկին Անահիտի որդին, հենց նոր եմ ժամանել Թբիլիսիից, երբ ինձ տեղեկացրին մորս հետ պատահածի մասին, նա կտրուկ հայացք նետեց Գայանեին, եւ դա թյուրիմացություն չէր։ Դա ինչ-որ շատ ավելի լուրջ բան էր, Գորգը նույնպես ներկայացավ, ես եմ գտել տիկին Անահիտին աստիճանների տակ գտնվող պահարանում փակված, նա ողջ գիշերն այնտեղ է անցկացրել, նա շոկային վիճակում էր, երբ նրան դուրս հանեցինք։ Անին նշումներ էր անում թղթապանակում, մինչ Մարինեն շարունակում էր. Մենք պետք է տեսնենք այդ պահարանը, եւ նա զրուցենք տանը ներկա յուրաքանչյուր մարդու հետ, երբ դեպքը տեղի է ունեցել, հաջորդ մեկ ժամվա ընթացքում սոցիալական աշխատողները մանրակրկիտ զննություն անցկացրեցին։ Նրանք լուսանկարեցին աստիճանների տակ գտնվող պահարանը, նկատելով նեղ տարածությունը անմխիթար պայմանները, նրանք ներքին պատերին քերծվածքներ գտան, ձեռքերի հետքեր, որոնք փորձել էին հրել դուռը, արտաքին կողպեքը հաստատում էր, որ ներսից հնարավոր չէր դուրս գալ առանց օգնության, դա մեկուսացման անհերքելի ֆիզիկական ապացույց էր, հետո նրանք բարձրացան Անահիտի սենյակ, սենյակը չափազանց պարզ էր նման շքեղ առանձնատան համար, որը նշանակալի անձնական իր չկար, բացի փայտե տուփից, որը Անահիտը այդքան սիրով պահում էր, սպիտակ սառը պատերը, տարրական հարմարավետության բացակայությունը, ամեն ինչ մատնում էր կանխամտածված մեկուսացումը, հենց Անին էր, ով գտավ նկարները, դրանք թաքցված էին պատուհանի մոտ գտնվող փոքրիկ կահույքի հետում, դրանք ճմրթված թղթեր էին, որոշները եզրերից պատռված, գունավոր մատիտներով արված մանկական։
Նկարներ, Մարինեն վերցրեց դրանցից մեկը, նրա սիրտը սեղմվեց, պատկերված էր 3 կերպար, մի փոքրիկը, ակնհայտորեն երեխա, մի ավելի մեծը չափազանցված դեղին մազերով, եւ երրորդ կերպարը ավելի փոքր կծկված, աչքերը պատկերված էին որպես ներկիչնող գծեր, ինչպես արցունքներ, այստեղ էլի կան, ասաց Անին հավաքելով մյուս նկարները, մեկը ցույց էր տալիս փակ դուռ մյուս կողմում գտնվող մի կերպարով, մյուսը պատկերում էր մեկին, ով մենակ էր մութ անկյունում, դրանք երեխայի քերծվածքներ էին, բայց պատմում էին մի կործանարար պատմություն, Միքայելը ամեն ինչի ականատես էր եղել, եւ իր 5 տարեկան անմեղությամբ նա փորձել էր փաստագրել այն, ինչ տեսնում էր, իրեն հասանելի միակ ձով, Մարինեն իջավ աստիճաններով, նկարները ձեռքին, գտավ Արամին հյուրասենյակի բազմոցին նստած, գլուխը ձեռքերի մեջ, պարոն Արամ, ես պետք է ձեզ մի բան ցույց տամ, նա մեկնեց թղթերը, Արամը վերցրեց նկարները զգաց, ասես հարված ստացավ Ստամոքսին, նա անմիջապես ճանաչեց որդու ձեռագիրը։ Դրանք Միքայելի նկարներն էին, եւ դրանք ցույց էին տալիս հենց այն, ինչ Գայանեն արել էր իր մոր հետ, իր որդին, փոքրիկ անմեղ երեխան, ամեն ինչի ականատեսն էր եղել, նա տեսել էր տատիկի տառապանքը, առանց լիովին հասկանալու, թե ինչ է կատարվում, փորձել էր արտահայտել այդ ցավը արվեստի միջոցով, որտեղ էին այս նկարները, հարցրեց նա խռպոտ ձայնով, ձեր մոր սենյակում, կահույքի հետում թաքցված, կարծում եմ ձեր որդին դրանք թողնում էր այնտեղ նրա համար, որպես փոփանքի արցունքները սկսեցին հոսել Արամի դեմքով, նա ձախողվել էր ոչ միայն մոր, այլ որդու հարցում, Միքայելը մեծացել էր, ականատես լինելով իրավիճակների, որոնք ոչ մի երեխա չպետք է տեսնի, իսկ Արամը չափազանց զբաղված էր, չափազանց բացակա, դա նկատելու համար, Գայանեն, ով հեռվից հետում էր ամեն ինչին, զգաց, թե ինչպես է գետինը անհետանում իր ոտքերի տակից։ Միքայելի նկարները մի ապացույց էին, որը նա չէր նախատեսել, նա չէր կարող պնդել թյուրիմացության կամ շփոթմունքի մասին, երբ կար սեփական որդու կողմից ստեղծված տեսողական ապացույց, երեխան չէր ստում իր նկարներում, պարզապես պատկերում էր այն, ինչ տեսնում էր, Մարինեն իր ուշադրությունը դարձրեց Գայանեին, տիկին Գայանե, խնդրում եմ ինձ ուղեկցեք առանձին զրույցի համար, Անի, խնդրում եմ շարունակիր փաստագրել բնակարանը, ճաշասենյակում, մյուսներից հեռու Մարինեն նստեց Գայանեի դիմաց։ Նրա արտահայտությունը լուրջ էր պրոֆեսիոնալ, ես ուղղակի կլինեմ, ապացույցները մատնում են խոցելի տարեց մարդու նկատմամբ հուզական անտեսման մեկուսացման համակարգված բնույթ, սա շատ լուրջ է, բացի այդ թվում է, թե երեխան պարբերաբար ենթարկվել է այս տրավմատիկ իրավիճակներին, Գայանեն փորձեց պահպանել սառնասրտությունը, ես տարիներ շարունակ խնամել եմ սկեսրոջս, նրան տանիք եմ տվել, սնունդ, այն ամենը, ինչ նրան պետք էր, եթե որոշ պահերի ստիպված եմ եղել ավելի խիստ լինել, դա եղել է նրա իսկ բարօրության համար։ Խիստ լինելը չի ներառում որը մեկին ողջ գիշեր պահարանում փակելը, առանց այլայլության պատասխանեց Մարինեն, եւ հաստատ չի ներառում երեխային նման թունավոր միջավայրի ենթարկելը, ես խորհուրդ կտամ, որ տիկին Անահիտը չվերադառնա այս տուն, մինչ պաշտպանության միջոցներ չսահմանվեն, եւ նա Կառաջարկեմ հոգեբանական աջակցություն ձեր որդու համար, դուք չեք կարող դա անել, ասաց Գայանեն, ձայնը վերջապես հուսահատություն հայտնեց, սա իմ տունն է, Միքայելն իմ որդին է, տեխնիկապես սա պարոն Արամի տունն է, իսկ Միքայելը մի երեխա է, ով պաշտպանության կարիք ունի, ինչպես տիկին Անահիտը, իմ առաջարկությունները կներառվեն պաշտոնական զեկույցում, որը կուղարկվի համապատասխան մարմիններին, այդ ընթացքում հիվանդանոցում Անահիտը սկսում էր ֆիզիկապես ապաքինվել։ Կաթիլայինը օգնել էր ջրազրկման հարցում, նա հիմա կարողանում էր աչքերը բաց պահել ավելի երկար ժամանակով, Մարիամը մնում էր նրա կողքին, բռնելով նրա ձեռքը, սփոփանքի խոսքեր ասելով, Մարիամ, ասաց Անահիտը թույլ ձայնով, շնորհակալ եմ ինձ հետ մնալու համար, դու միշտ բարի էիր, երբ ոչ ոք չէր նայում։ Մարիամը սիրով սեղմեց նրա ձեռքը, ես պետք է ավելին անեի, պետք է ավելի շուտ քաջություն ունենայի, դոկտոր Հասմիկը մտավ սենյակ, թղթապանակը ձեռքին, տիկին Անահիտ, ինչպես եք ձեզ զգում, ավելի լավ, բժիշկ, գոնե ֆիզիկապես։ Դա լավ է, բայց ես ուզում եմ խոսել հաջորդ քայլերի մասին, դուք չեք կարող վերադառնալ այդ տուն, քանի դեռ իրավիճակը լիովին չի լուծվել, ես խորհուրդ կտամ, որ մնաք ապահով միջավայրում, գուցե ձեր որդու հետ, կամ ժամանակավոր խնամքի կենտրոնում, եթե նախընտրեք, Անահիտը դանդաղ գլխով արեց, ես միայն ուզում եմ տեսնել թոռնիկիս, պետք է իմանամ, որ նա լավ է, համոզված եմ, որ դա կկազմակերպվի, հավաստիացրեց բժիշկը, ձեր որդուն այս պահին տեղեկացնում են ամեն ինչի մասին, վերադառնալով առանձնատուն, Արամը բարձրանում էր աստիճաններով դեպի Միքայելի սենյակը, նրան պետք էր տեսնել որդուն, գրկել նրան, պաշտպանել, դանդաղ բացեց դուռը, Միքայելը նստած էր հատակին, խաղալիքներով շրջապատված, բայց չէր խաղում, պարզապես նայում էր պատուհանից դուրս, 5 տարեկան երեխայի համար չափազանց հեռավոր հայացքով, Միքայել, կանչեց Արամը մեղմորեն, տղան շրջվեց, նրա աչքերը փայլեցին հորը տեսնելիս, պապա, դու վերադարձար, Արամը ծնկեց բացեց գրքի թերը, Միքայելը վազեց նետվեց նրա գիրկը։
Հայր-որդի երկար ժամանակ գրկախառնված մնացին, Արամը զգում էր իր սիրտը կոտրված, ինչպես չէր նկատել այն բեռը, որն իր որդին կրում էր. «Միքայել, ես պետք է քեզ հետ մի կարևոր բանի մասին խոսեմ, կարող ես անկեղծ լինել ինձ հետ»։ Տղան գլխով արեց, բայց նրա աչքերում վախ կար։ «Ես պատժվելու եմ, ոչ, որդիս, դու ոչ մի սխալ բան չես արել, իրականում մեծերն են սխալվել, ես եմ սխալվել»։ Արամը խորը շունչ քաշեց. «Ասա ինձ, դու տեսնում էիր, երբ մայրիկը բարկանում էր տատիկի վրա»։ Միքայելը ներք նայեց գծելով շրթունքը, նրա ձայնը լսվեց շշուկով։ Մայրիկը վատ բաներ էր ասում էր, որ տատիկը խանգարում է, երբեմն տատիկին դնում էր աստիճանների տակ գտնվող այն մութ տեղը։ Արամը զգաց, թե ինչպես է կատաղությունը բարձրանում, և դու դա տեսել ես մի քանի անգամ, տղան գլխով արեց։ Արցունքները սկսեցին հոսել, ես տատիկի համար նկարներ էի անում, որ նա չտխրի, թողնում էի նրա սենյակում, բայց մայրիկն ինձ ասաց, որ քեզ չպատմեմ, ասաց, որ դու կբարկանաս մեզ վրա։ Արամը որդուն ավելի մոտ քաշեց իրեն։ Ես երբեք չեմ բարկանա քեզ վրա ճշմարտությունն ասելու համար։ Երբեք, և ցավում եմ որդիս, ցավում եմ, որ չեմ նկատել, որ չեմ պաշտպանել քեզ տատիկին։ Տատիկը լավ կլինի, հարցրեց Միքայելը ձայնը դողալով։ Այո, կլինի, և դու նույնպես, ես կխնամեմ ձեզ երկուսիդ, խոստանում եմ։ Այդ պահին Արամը որոշում կայացրեց։ Կարևոր չէր, թե ինչ կսպառնար Գայանեն հրապարակել, կարևոր չէր, թե ինչ կպատահեր իր ընկերությանը կամ հեղինակությանը, դրանցից ոչ մեկը ավելի թանկ չէր, քան իր մոր-որդու անվտանգությունը։ Նա կայսրություն էր կառուցել, բայց գրեթե կորցրել էր իր ընտանիքը այդ ընթացքում։ Ժամանակն էր ճիշտ դասավորել առաջնահերթությունները։ Նա իջավ աստիճաններով, Միքայելին գրկած գտավ Մարինեին, զեկույցն ավարտելիս, սոցիալական աշխատողը նայեց նրան լրջությամբ. «Պարոն Արամ, մենք ավարտեցինք զննությունը։ Իմ զեկույցը հստակ կլինի իրավիճակի լրջության մասին, խստորեն խորհուրդ եմ տալիս անհապաղ միջոցներ ձեռնարկել թե ձեր մորը, թե ձեր որդուն պաշտպանելու համար։ Ես արդեն որոշել եմ, Գայանեն այսօր դուրս է գալու այս տնից, ես կապահովեմ, որ մայրս ինձ Միքայելի հետ ապրի ապահով միջավայրում, և ես կփնտրեմ ողջ անհրաժեշտ աջակցությունը իրավական, հոգեբանական, բոլորիս համար»։ Գայանեն, ով լսում էր ամեն ինչ ճաշասենյակից, դուրս եկավ կատաղած. «Դու չես կարող ինձ վտարել իմ սեփական տնից, սա քո տունը չէ», ասաց Արամը մի հանգստությամբ, որը թաքցնում էր ներքին փոթորիկը։ «Այն իմ անունով է, և այն բանից հետո, ինչ դու արել ես, դու այստեղ այլևս ոչ մի րոպե չես մնա, կարող ես հավաքել իրերդ կամ դուրս գալ հենց այն հագուստով, որով հիմա դու ես ընտրում։ Ես քեզ զգուշացրել էի, Արամ, ես փաստաթղթեր ունեմ, ես կարող եմ կործանել քեզ»։ Արամը նայեց նրան մի արտահայտությամբ, որը Գայանեն երբեք չէր տեսել առաջ, դա խորը հիասթափության անդրդվելի վճռականության խառնուրդ էր։ «Արա ինչ ուզում ես, Գայանե, հրապարակիր այն ամենը, ինչ ունես։ Ես կզբաղվեմ հետանքներով, բայց մայրս որդիս այլս ոչ մի վայրկյան չեն մնա քո վերահսկողության տակ»։ Գորգը, ով հետում էր ամեն ինչին, խորին հարգանք զգաց Արամի նկատմամբ այդ պահին։ Գործարարը վերջապես գտել էր այն, ինչ իրականում կարևոր էր։ Գայանեն հասկացավ, որ պարտվել է, կորցրել էր վերահսկողությունը, կորցրել էր խաղը, կորցրել էր ամեն ինչ։ Նրա արտահայտությունը բարկությունից փոխվեց ավելի հաշվենկատ բանի։ «Շատ լավ, ես կհեռանամ, բայց սա դեռ չի ավարտվել, իմ փաստաբանը կկապվի քեզ հետ։ Ես ուզում եմ գույքի արդար բաժանում, և ուզում եմ որդուս տեսակցության իրավունքը, տեսակցության իրավունքները կքննարկվեն սոցիալական աշխատողների հոգեբանների ներկայությամբ», միջամտեց Մարինեն, հիմնվելով այն բանի վրա, ինչ ես տեսա այսօր։ «Երեխայի հետ ցանկացած շփում պետք է լինի վերահսկվող, մինչ ամբողջական գնահատում չկատարվի»։ Գայանեն բարձրացավ աստիճաններով, ուժգին քայլելով, փակելով ննջասենյակի դուռը, սկսեց հագուստներն ու անձնական իրերը նետել ճամպրուկների մեջ անփույթ կերպով։ Նրա միտքն արդեն աշխատում էր հաջորդ քայլի վրա։ Նա չէր պատրաստվում այդքան հեշտ հանձնվել։ Նա ուներ Արամի մասին վարկաբեկող փաստաթղթեր, տեղեկություններ ուներ ընտանեկան բիզնեսի մասին, և ուներ կապեր, թանկարժեք փաստաբաններ, ովքեր կարող էին այդ իրավիճակը շրջել իր օգտին, բայց կար մի բան, որը Գայանեն չգիտեր, մի բան, որը պատրաստվում էր լիովին փոխել խաղը։ Արամը վերցրեց հեռախոսը, զանգահարեց։ «Ես պետք է քեզ հետ խոսեմ»։ Հրատապ է։ «Այո, այն պայմանագրերի մասին, որոնք քննարկում էինք անցյալ ամիս, ինձ քո օգնությունն է պետք»։ Գծի մյուս կողմում Տիգրանն էր, Արամի եղբայրը։ Տիգրանն աշխատում էր ընտանեկան ընկերությունում, զբաղվելով ֆինանսական վարչական մասով։ Նա միշտ համարվել էր վստահելի, կազմակերպված, այն մեկը, ում Արամը լիովին վստահում էր բիզնեսը վարելու հարցում։ Երբ ինքը ճամփորդում էր, Տիգրանը լսեց պատահածի ամփոփումը, նրա ձայնը մտահոգ հնչեց. «Աստված իմ, Արամ, ես ոչինչ չգիտեի այդ ամենի մասին»։ Գայանեն միշտ այնքան համապատասխան էր թվում. «Այո, ես նույնպես չգիտեի, բայց հիմա ինձ քո օգնությունն է պետք»։
Նա սպառնում է հրապարակել կասկածելի պայմանագրերի մասին տեղեկություններ, դու որե բան գիտես դրա մասին, մյուս կողմում լռություն տիրեց, մի չափազանց երկար լռություն, Արամ, մենք պետք է անձամբ խոսենք։ Եղբոր ձայնի տոնը տագնապ արթնացրեց Արամի մտքում, Տիգրան, ինչի մասին ես խոսում, ոչ հեռախոսով, ես հենց հիմա գալիս եմ այնտեղ, 20 րոպեից կլինեմ, երբ զանգն ավարտվեց, Արամը ստամոքսում մի տարօրինակ զգացողություն ունեցավ, Տիգրանի ձայնի մեջ ինչ-որ բան կար, որը նա չէր կարողանում նույնականացնել, ինչ-որ բան, որը հնչում էր որպես մեղքի զգացում, Մարինեն Անին ավարտեցին զեկույցը պատրաստվեցին հեռանալ, պարոն Արամ, դուք կստանաք մեր զեկույցի պաշտոնական պատճենը 48 ժամվա ընթացքում։ Խորհուրդ եմ տալիս դիմել իրավաբանական խորհրդատվության հաջորդ քայլերի համար։ Եվ խնդրում եմ, մեզ տեղյակ պահեք տիկին Անահիտի գտնվելու վայրի մասին հետագա հսկողության համար, ես կանեմ դա, շնորհակալություն ձեր աշխատանքի համար, այն բանից հետո երբ սոցիալական աշխատողները հեռացան, առանձնատանը ծանր լռություն տիրեց, Միքայելը քնել էր բազմոցին, հուզականորեն ուժասպառ, Մարիամը զանգեց հիվանդանոցից, տեղեկացնելով, որ Անահիտը կայուն է հանգստանում է, Գորգը առաջարկեց մնալ այնքան ժամանակ, մինչ կայանեն լիովին դուրս գար տնից, երաշխավորելով, որ ոչինչ չի վնասվի կամ անօրինական կերպով չի տարվի, Գայանեն իջավ 3 ճամպրուկով բացարձակ սառնությամբ, նա չնայեց Արամին, ջրաժեշտ տվեց քնած որդուն, պարզապես քայլեց դեպի դուռը, բայց նախքան դուրս գալը, վերջին անգամ շրջվեց։ Դու զղջալու։ Ես սրա համար, Արամ, դեռ կտեսնես, թե որքան է զղջալու, դուռը փակվեց նրա հետից, և տարիների մեջ առաջին անգամ Մարգարյանների առանձնատունը թեթ շունչ քաշեց, բայց փոթորիկը դեռ հեռու էր ավարտվելուց, որովհետև Արամը դեռ չգիտեր ամբողջական ճշմարտությունը։ Դեռ չգիտեր, որ դավաճանությունը գալիս է շատ ավելի մոտիկից, քան ինքը պատկերացնում էր, և որ հաջորդ օրերը կբերեին բացահայտումներ, որոնք կցնցեին այն ամենը, ինչ նա կարծում էր, թե գիտի սեփական ընտանիքի մասին։ Հաջորդ օրը լուսացավ Երանի վրա մոխրագույն երկնքով, ծանր ամպերը անձր էին խոստանում ցանկացած պահի, Արամը հազիվ էր քնել, նա ողջ գիշերն անցկացրել էր մտածելով այդ խորհրդավոր զանգի մասին, փորձելով նույնականացնել ձայնը, ենթադրություններ անելով, թե ինչ գաղտնիքներ կարող են թաքնված լինել։ Արդեն բավական չէր բացահայտել, որ սեփական կինը տարիներ շարունակ հոգեբանական խոշտանգումների է ենթարկել իր մորը, էլ ինչ կարող էր լինել, առավոտյան ժամը 11:30-ին Արամը կայանեց մեքենան քաղաքի կենտրոնում գտնվող Աբովյան սրճարանի մոտ, մի ավանդական հաստատություն, որը գոյություն ուներ տասնամյակներ շարունակ, տեղը մարդաշատ էր, ինչպես միշտ, լի լանչի ընդմիջման եկած գործարարներով, նոթբուքերով, ուսանողներով, զբոսաշրջիկներով, ովքեր հիանում էին վայրի դասական ճարտարապետությամբ։ Արամը ներս մտավ, փնտրեց մեկին, ով թվում էր, թե սպասում է, երկար չտեց նրան գտնելը, հետի սեղաններից մեկի շուրջ նստած, մուգ կոստյումով արային ակնոցով, նույնիսկ ներսում մի տղամարդ էր, ում Արամը անմիջապես ճանաչեց, նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Դա Վարդանն էր, իր կրտ սեր եղբայրը, Վարդանը 37 տարեկան էր, 5 տարով փոքր Արամից, նա միշտ եղել էր ավելի օտարացած որդին, այն մեկը, ով ընտրել էր կորպորատիվ իրավաբանի կարիերան, փոխանակ ընտանեկան բիզնես մտնելու, Արամը նրան լիովին վստահում էր։ Վարդանը զբաղվում էր ընկերության բոլոր իրավական հարցերով, ուներ լիազորագիր, գործելու Արամի անունից գիտեր իրենց միասին կառուցած կայսրության յուրաքանչյուր ֆինանսական մանրամասն, կամ այդպես էր կարծում Արամը, Վարդան, ասաց Արամը մոտենալով սեղանին, ձայնը լարված, դու էիր։ Զանգողը, նստիր, եղբայր, մենք պետք է խոսենք, Վարդանի ձայնն այլ էր, այնտեղ կար մի սառնություն, որը Արամը նախկինում երբեք չէր նկատել, Արամը նստեց, մկանները լարված, ինչի մասին է այս ամենը, ինչ գաղտնիքների մասին էիր խոսում, Վարդանը հանեց արային ակնոցը, բացահայտելով հոգնած, բայց հաշվենկատ աչքերը, նախքան որե բան սկսելը, ուզում եմ իմանաս, որ ես չեմ զղջում իմ արածի համար, ամեն ինչ մտածված էր, պլանավորված, ճշգրիտ իրականացված, միակ բանը, որի վրա հույս չէի դրել, Գայանեի անկարողություններ, ամեն ինչ գաղտնի պահելու հարցում, Արամը զգաց, թե ինչպես է արյունը սառչում, ինչի մասին ես խոսում, Վարդանը սուրճ պատվիրեց մատուցողին, նախքան շարունակելը, դու միշտ եղել ես ոսկե որդին, այնպես չէ, առաջնեկը, ում մայրիկը պաշտում էր, այն մեկը, ով ստացավ ողջ աջակցությունը ընկերությունը բացելու համար, մինչդեռ ես մոռացված էի, մի կողմ հրված, երկրորդական համարված, դու գիտես քանի անգամ է մեր մայրը իմ նվաճումները համեմատել քոնի հետ, քանի անգամ եմ լսել, որ ես պետք է ավելի շատ քեզ նման լինեմ, Արամը տարակուսանքով օրորեց գլուխը, Վարդան, դա ճիշտ չէ։ Մայրիկը միշտ մեզ հավասարապես է սիրել, միշտ քեզ ավելի է սիրել, ուղեց Վարդանը դառնությամբ, բայց դա հիմա կարևոր չէ, կարևորն այն է, որ ես տարիներ առաջ հասկացա, եթե ուզում եմ ունենալ այն, ինչին արժանի եմ, պետք է ինքս վերցնեմ, և հենց դա էլ արեցի, մատուցողը բերեց սուրճը։
Վարդանը դանդաղ խմեց, վայելելով պահը նախքան շարունակելը, ես Գայանեին ճանաչում էի քեզնից առաջ, գիտեիր այդ մասին, նա պրակտիկանտ էր այն գրասենյակում, որտեղ ես աշխատում էի, մի հավակնոտ կին, խելացի լիովին պատրաստ անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է կյանքում։ Բարձրանալու համար, իմ գաղափարն էր նրան քեզ հետ ծանոթացնելը, Արամը զգաց, ասես գետինը անհետանում էր իր ոտքերի տակից, թող դու ես կազմակերպել իմ ամուսնությունը, ես շատ ավելին եմ կազմակերպել, Վարդանը ժպտաց, բայց դա անհոգի ժպիտ էր։ Գայանեն ես պայմանավորվածություն ունեինք, նա կամուսնանար քեզ հետ, ձեռք կբերեր քո վստահությունը, մենք միասին կաշխատեինք մեր մորը մեկուսացնելու ուղղությամբ, տեսնում ես, Արամ, քանի դեռ մայրիկը ողջ է գիտակից, նա իրավունքներ ունի ընտանեկան գույքի մի մասի նկատմամբ, այն տունը, որտեղ դուք ապրում եք, օրինակ, դեռ մասնակիորեն նրա անունով է, կան ներդրումներ, բաժնետոմսեր, սեփականություններ, այն ամենը, ինչ նա կուտակել է տարիների ընթացքում, եւ դուք ուզում էիք դա խլել նրանից, շնջաց Արամը։ Ձայնը սարսափից խրպոտացած, մենք ուզում էինք այն, ինչ մեզ է պատկանում ըստ իրավունքի, պատասխանեց Վարդանը սառնասրտորեն, պլանը պարզ էր, Գայանեն կհամոզեր քեզ, որ մայրիկը կորցնում է գիտակցությունը, շփոթմունքի դրվագներ, մոռացկոտություն, տարօրինակ վարքագիծ, կամաց։ Դու կհամաձայնեիր մասնագիտացված օգնություն փնտրել, ի վերջո, իրավական անգործունակության ճանաչում, երբ մայրիկը ճանաչվեր անգործունակ, ես կստանձնեի որպես օրինական խնամակալ, քանի որ լիազորագիր ունեմ փաստաբան եմ, եւ հետո, ողջ գույքը աստիճանաբար կփոխանցվեր մեզ, դուք հրեշներ եք, ասաց Արամը, ձեռքերը բարկությունից դողալով, իմ սեփական մայրը, քո սեփական մայրը, Վարդանը թոթվեց ուսերը, բիզնեսը է, բայց Գայանեն սկսեց անփույթ դառնալ, նվաստացումները, մեկուսացումը, ամեն ինչ կարգին էր, դա պլանի մաս էր, բայց մորը պահարաններում փակելը, դա արդեն չափից դուրս էր, դա հուզական էր, անձնական, եւ այն չափազանց շատ ուշադրություն գրավեց, երբ իմացա, որ դու ամեն ինչ բացահայտել ես, հասկացա, որ պետք է հեռանամ Գայանեից, նախքան նա ինձ էլ իր հետ ներք կքաշի, դրա համար էի զանգել, հասկացավ Արամը, քեզ փրկելու համար, ողջ մեղքը նրա վրա գցելու համար, ճիշտ այդպես, Վարդանը վերջացրեց սուրճը, ես ցուցմունք կտամ Գայանեի դեմ, կասեմ, որ նա միայնակ է գործել, որ ես ոչինչ չգիտեի, ես փաստաթղթեր ունեմ, որոնք հաստատում են իմ տարբերակը, էլեկտրոնային նամակներ, որտեղ ես իբր հարցնում էի մոր նկատմամբ նրա վերաբերմունքի մասին, խոսակցությունների ձայնագրություններ, որտեղ ես մտահոգություն էի հայտնում, Արամը կտրուկ վեր կացավ, շրջելով աթոռը։ Դու անպատիժ չես մնա դրա համար, Վարդանը մնաց նստած հանգիստ, իմ դեմ ոչ մի ապացույց չկա, Արամ, ամեն ինչ արվել է Գայանեի միջոցով, նա է ստորագրել փաստաթղթերը, նա էր խնամում մորը, նա էր կայացնում որոշումները, ես ընդամենը ընտանիքի փաստաբանն եմ, ով, դժբախտաբար, խաբվել է։ Մանիպուլյատոր Հարսի կողմից, դու ինչ-որ բան մոռացել ես, ասաց մի ձայն։ Նրանց հետից երկու եղբայրներն էլ շրջվեցին, Մարինե Կարապետյանը, սոցիալական աշխատողը, այնտեղ էր երկու մասնավոր քննիչների ուղեկցությամբ, որոնց Արամը վարձել էր նախորդ գիշեր, հետելով ներքին կանխազգացմանը։ Եվ նրանք բոլորը կրում էին փոքրիկ գաղտնի ձայնագրիչներ, այս խոսակցության յուրաքանչյուր բառը ձայնագրվել է, ասաց Մարինեն գոհունակությամբ, եւ այն այսօր ետ կհանձնվի համապատասխան մարմիններին, Վարդանի դեմքը գունատվեց, դա անօրինական է, ձայնագրություն, առանց համաձայնության, իրականում։ Տեղեկացրեց քննիչներից մեկը, պարոն Արամը մեզ վարձել է հետաքննելու հնարավոր ֆինանսական խարդախությունները, ընտանեկան չարաշահումները, մենք իրավական թույլտվություն ունենք փաստագրելու ապացույցները։ Եվ դուք հենց նոր խոստովանեցիք ձեր մասնակցությունը մանիպուլյացիայի խարդախ միջոցներով գույքի յուրացման փորձի սխեմային, Արամը նայեց եղբորը տխրության զզվանքի խառնուրդով, ես վստահում էի քեզ հասանելիություն էի տվել ամեն ինչին։ Իսկ դու դա օգտագործեցիր մեր մորը կործանելու համար, Վարդանը չպատասխանեց։ Նրա ինքնավստահության դիմակը վերջապես ընկել էր, բացահայտելով միայն խուճապ հուսահատություն, քննիչները Վարդանին դուրս հանեցին սրճարանից, Մարինեն մի պահ մնաց Արամի հետ, պարոն Մարգարյան, գիտեմ, որ սա պետք է կործանարար լինի, բացահայտել, որ թե ձեր կինը, թե ձեր եղբայրը դավադրություն են կազմակերպել ձեր մոր դեմ, Արամը նորից նստեց, գլուխը հենելով ձեռքերին, ես ձախողվել եմ նրա հարցում բոլոր հնարավոր ձերով, չեմ տեսել այն սպառնալիքները, որոնք հենց իմ քթի տակ էին։ Բայց հիմա դուք տեսնում եք, ասաց Մարինեն մեղմորեն, եւ դուք ճիշտ եք վարվում, դա է կարորը, հաջորդող շաբաթների ընթացքում ողջ ճշմարտությունը ջրի երես դուրս եկավ, քննիչները գտան կեղծված փաստաթղթերի հսկայական հետքեր, կասկածելի ֆինանսական փոխանցումներ Վարդանի ու Գայանեի մեջ կապեր, որոնք ապացուցում էին դավադրությունը, Վարդանը աստիճանաբար յուրացրել էր ընտանեկան միջոցները, ստեղծելով կեղծ հաշիվների թաքնված ներդրումների բարդ ցանց, վերջնական նպատակն էր Անահիտին անգործունակ հայտարարելը, խնամակալությունը ստանձնելը հետո դանդաղորեն
Դատարկել ողջ գույքը, որը դեռ նրա անունով էր, Գայանեն, առճակատվելով ապացույցների հետ հասկանալով, որ Վարդանը դավաճանել է իրեն, խոստովանելով փորձելով ողջ մեղքը գցել իր վրա, վերջնականապես կոտրվեց, նա քննիչներին տրամադրեց սխեմայի բոլոր մանրամասները, ներառյալ Վարդանի հետ խոսակցությունների ձայնագրությունները, որտեղ նրանք բացահայտ քննարկում էին իրենց ծրագրերը, դա նրա վրեժն էր այն տղամարդուց, ով փորձել էր իրեն օգտագործել որպես քավության նոխազ, իրավական իրավիճակը արագ զարգացավ, Վարդանը հեռացվեց։ Ընտանեկան ընկերության բոլոր պաշտոններից ենթարկվեց դատական գործընթացների, յուրացման, փաստաթղթերի կեղծման դավադրության մեղադրանքով, Գայանեն, թե համագործակցել էր հետաքննության հետ, դեռս կրում էր ծանր հետանքներ Անահիտի դեմ իր գործողությունների համար։ Երկուսն էլ երկար ճանապարհ ունեին անցնելու դատարաններում, բայց Արամի համար ամենակարևորը մայրն էր։ Անահիտը հիվանդանոցից դուրս գրվեց մեկ շաբաթ անց, Արամը լիովին վերափոխեց նրա սենյակը առանձնատանը, պատերը ներկվեցին բեժ բաց դեղին տաք երանգներով։ Նոր վարագույրներ, որոնք թույլ էին տալիս արի լույսին ներս թափանցել, ամենուրեք ընտանեկան լուսանկարներ շրջանակների մեջ, նա հետ բերեց բոլոր անձնական իրերը, որոնք Գայանեն թաքցրել էր տարիների ընթացքում, յուրաքանչյուր թանկարժեք հիշողություն, որ Անահիտը պահում էր անցյալից, նրա սենյակը հիմա կյանք ուներ, գույն ուներ, սեր ուներ, Միքայելը նույնպես փոփոխությունների ենթարկվեց, Արամը նրան ամեն շաբաթ տանում էր մանկական թերապիայի սեանսների, որտեղ տղան դանդաղորեն մարսում էր այն ամենը, ինչին ականատես էր եղել։ Տխուր նկարները աստիճանաբար փոխարինվեցին ավելի ուրախ պատկերներով, ծաղիկներ, միասին ժպտացող ընտանիք, մի կեսօր, այդ ճակատագրական սուրբ ծննդյան իրադարձություններից 3 ամիս անց, Անահիտը նստած էր առանձնատան այգում։ Արամը լանդշաֆտային դիզայներ էր վարձել տարածքը վերակենդանացնելու համար, հիմա այնտեղ վարդեր էին բացվում, կար մի փոքրիկ լճակ ձկնիկներով փայտե նստարաններ 100-ամյա թթենիների ստվերի տակ, Մարիամը բերեց սառը թեյ թխվածքաբլիթներ, այն օրվանից, ինչ Արամը լիովին ստանձնել էր տան կառավարումը, նա աշխատում էր լիովին այլ պայմաններում, արժանապատիվ աշխատավարձ, հարգված հանգստյան օրեր, ամենից առաջ, հարգանքի ու բարության միջավայր, տիկին Անահիտ, բերել եմ ձեր սիրելի թխվածքաբլիթները, ասաց Մարիամը անկեղծ ժպիտով, շնորհակալ եմ, սիրելիս, մի փոքր նստիր ինձ հետ, Մարիամը նստեց Անահիտի կողքին, նստարանին, երկու կանայք խորը կապ էին ստեղծել ընդհանուր տրավմայի աստիճանական ապաքինման միջոցով, երբեմն դեռ չեմ հավատում, որ ամեն ինչ այսքան փոխվել է, խոստովանեց Անահիտը, առավոտյան։ Արթնանում եմ, դեռ սպասում եմ տեսնել այն սպիտակ ու սառը պատերը, դեռ սպասում եմ լսել նրա ձայնը, որն ինձ ասում է, թե ես բեռ եմ, Մարիամը սիրով սեղմեց նրա ձեռքը, բայց հետո դուք իրոք արթնանում եք, տեսնում, որ ապահով եք, որ սիրված եք, որ արժեք ունեք։ Անահիտը ժպտաց, բայց աչքերում արցունքներ կային, գիտես, ինչն էր ինձ ամենից շատ ցավեցնում, Բահարանը չէր, դաժան խոսքերը չէին, դա այն զգացողությունն էր, որ իմ սեփական որդին ինձ չի տեսնում, որ ես դարձել էի անտեսանելի այն մարդու համար, ում ամենից շատն եմ սիրել այս աշխարհում, նա տեսնում է հիմա, ասաց Մարիամը, եւ այլս երբեք չի դադարի տեսնել, ասես կանչված այդ խոսքերից Արամը հայտնվեց այգում, Միքայելի ձեռքը բռնած, տղան վազեց դեպի տատիկը, թռավ նրա գիրկը, տատիկ, նայիր, ինչ եմ այսօր նկարել դպրոցում, դա մի գունավոր նկար էր, տնով առջում կանգնած 3 մարդով, նա մատով ցույց տվեց յուրաքանչյուր կերպարին, սա պապան է, սա տատիկն է, իսկ սա ես եմ, մենք երջանիկ ընտանիք ենք, Անահիտը գրկեց թոռնիկին, թույլ տալով, որ արցունքները վերջապես հոսեն։ Այո, սիրելիս, մենք երջանիկ ընտանիք ենք, Արամը նստեց խոտերի վրա, մոր ոտքերի մոտ, նա հեռացել էր բիզնեսի անմիջական կառավարումից, պատվիրակելով ավելի շատ պարտականություններ առաջնահերթություն տալով ընտանիքի հետ որակյալ ժամանակին, նա հայտնաբերել էր, որ իր կառուցած կայսրությունը ոչինչ չարժեր, եթե այն խլում էր իր սիրած մարդկանց երջանկությունը, մայրիկ, սկսեց նա մի պահ անց, ուզում եմ իմանաս, որ ես կյանքիս մնացած մասը կանցկացնեմ փոխհատուցելով այն ժամանակի համար, որը վատնել եմ, այն պահերի համար, երբ ներկա չեմ եղել, այն դեպքերի համար, երբ աշխատանքը քեզնից վեր եմ դասել, Անահիտը ձեռքը դրեց որդու մազերին, շոյելով այնպես, ինչպես անում էր, երբ նա երեխա էր, որդիս, դու ինձ արդեն տվել ես հնարավոր ամենամեծ նվերը, դու ինձ տեսար։ Այնքան ժամանակ անտեսանելի լինելուց հետո դու վերջապես ինձ տեսար, եւ գործեցիր, դա այն ամենն է, ինչ մայրը կարող է խնդրել, դա բավարար չէ, պնդեց Արամը, բայց դա սկիզբ է, այդ գիշեր տարիների մեջ առաջին անգամ, ընտանիքը միասին ընթրեց ճաշասենյակի մեծ սեղանի շուրջ, այլս չկային մեկուսացված կերակուրներ ցուրտ սենյակներում, այլս չկային լարված լռություններ, կար զրույց, ծիծաղ, Միքայելը պատմում էր դպրոցական պատմություններ, Անահիտը կիսվում էր անցյալի հիշողություններով, Արամը պլանավորում էր ծովափնյա ճամփորդություն հաջորդ արձակուրդների համար, Մարիամը մատուցում էր կերակուրը, բայց Արամը պնդեց, որ նա նույնպես նստի սեղանի շուրջ։
Դու այս ընտանիքի մի մասն ես, ասաց նա, եւ այս տանը ընտանիքը միասին է հաց ուտում։ Անապատի ժամանակ էր, երբ Անահիտը հայտարարություն արեց. ես նորից սկսել եմ գրել, ոչ միայն ցավերի օրագիր, այլ պատմություններ, լավ հիշողություններ, ուզում եմ, որ Միքայելը իմանա, թե որտեղից է գալիս։ Այն ուժի մասին, որ կա մեր ընտանիքում, ուզում եմ, որ նա մեծանա իմանալով, որ նույնիսկ ամենամութ պահերին միշտ կա լույսի հույս։ Արամը ժպտաց հպարտությամբ. ես կհրատարակեմ այն ձեզ համար, մենք ձեր խոսքերը գիրք կդարձնենք։ Միքայելը ոգորված ծափ տվեց. ես կկարդամ տատիկի բոլոր պատմությունները։ Շաբաթներ անց եկավ Գայանեի Վարդանի նախնական դատավարության օրը։ Արամը չգնաց, նա որոշեց, որ նրանց ուշադրություն դարձնելը կնշանակեր տալ նրանց մի ուժ, որին նրանք այլս արժանի չէին։ Փոխարենը նա օրն անցկացրեց Անահիտի հետ, այցելելով արվեստի թանգարան, որը նա միշտ ուզել էր տեսնել, բայց երբեք հնարավորություն չէր ունեցել։ Նրանք քայլում էին պատկերասրահներով, հիանալով հայ վարպետների նկարներով, քանդակներով, որոնք պատմում էին դիմադրության հաղթահարման պատմություններ։ Մի պահ նրանք կանգ առան մի կտավի առջ, որը պատկերում էր մի տարեց կնոջ, ողողված ոսկեգույն լույսով, դեմքին անդորր ժպիտ։ Գեղեցիկ է, մեկնաբանեց Անահիտը։ Դա դու ես, ասաց Արամը, ուժեղ, վերապրած, սեփական լույսով լցված։ Անահիտը սիրով նայեց որդուն։ Գիտես, ինչ սովորեցի այս ամենից, որ լռությունը կարող է լինել թե բանտ, թե զենք։ Ես լռեցրի իմ ցավը, կարծելով, թե պաշտպանում եմ քեզ, բայց լռությունը միայն սնեց չարիքը։ Հիմա ես սովորել եմ խոսել, գոյություն ունենալ բարձրաձայն, տարածք զբաղեցնել առանց ներողություն խնդրելու։ Իսկ ես սովորեցի լսել, պատասխանեց Արամը, իրոք լսել, ոչ թե պարզապես սպասել իմ խոսելու հերթին, այլ լինել ներկա, ուշադիր, հասանելի։ Նրանք դուրս եկան թանգարանից ձեռք ձեռքի տված, ինչպես անում էին, երբ Արամը երեխա էր, կեսօրվա առը։ Ողողել էր երանը նարնջագույն ոսկեգույն երանգներով, քաղաքը շարունակում էր իր տենթագին ռիթմը, բայց նրանց համար այդ պահը բացարձակ խաղաղություն էր։ Ամիսները վերածվեցին մեկ տարվա, Կասկադի առանձնատունը վաճառվեց, Արամը գնեց ավելի փոքր, ավելի հարմարավետ տուն մի կանաչապատ թաղամասում, որտեղ Միքայելը կարող էր խաղալ բակում, իսկ Անահիտը ուներ այգի խնամելու համար։ Նրանք ցուցադրական շքեղության կարիք չունեին, նրանց պետք էր տուն։ Վարդանը ի վերջո ընդունեց համաձայնությունը։ Նա կորցրեց բոլոր իրավունքները։ Ընտանեկան ընկերության նկատմամբ ստիպված եղավ վերադարձնել յուրացված յուրաքանչյուր լուման բախվեց մասնագիտական հետանքների, որոնք վերջ դրեցին նրա իրավաբանական կարիերային։ Գայանեն, առանց միջոցների, առանց դաշնակիցների, բախվեց ավելի խիստ միջոցների։ Երկուսն էլ դարձան օրինակ այն բանի, թե ինչպես են ագահությունն ու դաժանությունը կործանում ոչ միայն զոհերին, այլ հենց հանցագործներին։ Անահիտը ծաղկեց, նա վերադարձավ նկարչության դասերին, որոնք թողել էր տասնամյակներ առաջ։ Միացավ թաղամասի այլ տիկինների հետ։ Ընթերցանության խմբին, ստեղծեց իսկական ընկերություններ, անկեղծ ծիծաղում է, ապրում է լիարժեք, տրավմայի հետքերը երբեք լիովին չեն անհետանա, բայց դրանք այլս չեն սահմանում նրան։ Միքայելը մեծանում էր սիրով շրջապատված օրինակներով, թե ինչպես դիմակայել դժվարություններին արժանապատվությամբ։ Նա վաղ տարիքից սովորեց, որ ընտանիքը միայն արյունը չէ, այլ ամենօրյա ընտրությունը, լինելու ներկա, խնամելու, արժորելու։ Իսկ Արամը, գործարարը, ով գրեթե կորցրել էր այն ամենը, ինչ իրականում կարոր էր, ճիշտ բաների հանդեպ կույր լինելու պատճառով, փոխվեց։ Նա շարունակեց լինել հաջողակ գործերում, բայց հիմա հաջողությունը չափում էր այլ ձով, ոչ թե թվերով կամ նվաճումներով, այլ ընդհանուր ընթրիքներով, անկեղծ ծիծաղով, այն համոզմունքով, որ իր սիրած մարդիկ հստակ գիտեին, թե որքան սիրված են։ Սուրբ Ծննդյան մի գիշեր, այդ սարսափելի նախօրյակից ուղիղ մեկ տարի անց, ընտանիքը նորից հավաքվեց, բայց այս անգամ դա անկեղծ տոնակատարություն էր։ Տոնածառը փայլում էր սենյակի անկյունում, նվերները դիզված էին տակը, տապակած մսի տոնական ուտեստների բույրը լցրել էր ողջ տունը։ Անահիտը նստած էր գլխավոր բազկաթոռին, Միքայելը նրա գրկում, մինչ Արամը գինի հյութ էր մատուցում։ Մարիամը հրավիրվել էր բերելու իր սեփական երեխաներին, ովքեր խաղում էին Միքայելի հետ, ասես զարմիկներ լինեին։ Երբ ժամացույցը խփեց կեսգիշեր, նրանք գրկախառնվեցին, եւ այդ գրկախառնության մեջ էր այն ամենը, ինչ կարոր էր, ներում, վերսկսում, անվերապահ սեր լուր խոստում այն մասին, որ նրանք երբեք այլս թույլ չեն տա չարիքին թաքնվել կեղծ ժպիտների հարմարավետ լռությունների հետում։ Անահիտը նայեց շուրջը, իր նոր տանը հավաքված մարդկանց, զգաց խորին երախտագիտություն։ Նա վերապրել էր մթությունը, նա կրկին գտել էր լույսը, եւ ավելի կարոր, նա վերականգնել էր իր ձայնը, իր արժանապատվությունը, իր տեղը աշխարհում։ Սուրբ Ծնունդը, որը մի օր ցավի մենության հոմանիշ էր եղել, հիմա ներկայացնում էր վերացնունդ, եւ մինչ գիշերն առաջանում էր երգերով, պատմություններով, ծիծաղով, բոլորը գիտեին, որ դա միայն առաջինն էր սպասվող բազում տոնակատարություններից, որովհետև վերջապես այդքան
Տառապանքից հետո նրանք գտել էին միմյանց վերադառնալու ճանապարհը, եւ այս անգամ նրանք թույլ չէին տա, որ ոչինչ ոչ ոք իրենց նորից բաժանի։ Պատմության ավարտ, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի Արամի պատմությունը խորապես դիպել է ձեր սրտին։ Եթե դուք հուզվեցիք ցավի բացահայտման վերսկսման այս ճանապարհորդությունից, թողեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում, ասեք մեզ, թե որ պահը ձեզ ամենից շատ տպավորեց։ Ամեն օր մենք բերում ենք նման ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, ընտանեկան հարաբերությունների մարտահրավերները, տառապանքի շղթաները խզելու համար անհրաժեշտ ուժը։ Ձեր մասնակցությունը հիմնարար է, որպեսզի մենք շարունակենք բերել այս պատմությունները, որոնք ստիպում են մեզ մտորել մեր սեփական հարաբերությունների ընտրությունների մասին։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կշարժի ձեր էմոցիաները, կստիպի մտածել ընտանիքի, սիրո ներման իրական իմաստի մասին։